Կա մի գիշեր հայ ժողովրդի վերջին 3 տասնամյակների պատմության մեջ, որի մասին մինչ օրս խոսում են շշուկով։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, այդ օրվա մթնշաղին, երբ մայրաքաղաքի վրա արդեն իջնում էր աշնան վաղ խավարը, ազգային ժողովի շենքում ընդհատվեց մի մարդու ճանապարհը, որին ամբողջ երկիրը գիտեր մեկ բառով՝ սպարապետ։ Վազգեն Սարգսյանը այդ պահին երկրի վարչապետն էր, բանակի հայրը, անկախության ամենահզոր դեմքերից մեկը։ Եվ հենց այդ վայրկյանին, երբ նրա ուղին կտրուկ ընդհատվեց, ծնվեց մի հարց, որը մինչ օրս պատասխան չունի։ Ում ձեռքն անցավ այն ամենը, ինչ նա կառուցել էր։ Ով ժառանգեց սպարապետի ուժը, ով վերցրեց այն, ինչ նա հավաքել էր արյունով, կամքով եւ երկար տարիների պայքարով։ Պատկերացրեք մի մարդու, որը 30 տարի լուռ էր մնացել։ Նրա անունը պաշտոնական փաստաթղթերում չկա։ Լուսանկարների մեջ նա միշտ կանգնած է երկրորդ շարքում, մի փոքր կողքի, այնտեղ, որտեղ կանգնում են նրանք, ում գործը ուրիշներին պաշտպանելն է։ Նա սպարապետի ամենամոտիկ թիկնապահներից էր, այն մարդկանցից, որոնք գիտեին, թե երբ է առաջնորդը քնում, ում հետ է հանդիպում, որ դռնով է մտնում շենք եւ որ դռնով դուրս գալիս։ 30 տարի այս մարդը լռում էր, եւ ահա, տարիների լռությունից հետո նա առաջին անգամ որոշում է խոսել։ Ոչ թե այն մասին, թե ինչպես հնչեցին կրակոցները, այլ այն մասին, թե ինչ եղավ հետո, թե ում ձեռքը հասավ սպարապետի ռեսուրսներին, նրա կապերին, նրա մարդկանց, նրա ազդեցության ողջ ցանցին, նախքան մարմինը կհասցներ սառչել։ Սա պատմություն է ոչ թե մի կրակոցի մասին, սա պատմություն է ժառանգության մասին։ Իսկ ժառանգությունը, ինչպես կտեսնեք, երբեմն ավելի սարսափելի է, քան ինքը մահը։ Հիշեք այս զգացողությունը։ Ձեր կյանքում հավանաբար եղել է մի մարդ, որին վստահել եք լիովին, առանց վերապահումների, այնպես ինչպես վստահում են միայն եղբորը կամ զինակցին։ Իսկ հիմա պատկերացրեք, որ հենց այդ վստահությունն է դառնում զենք ձեր դեմ։ Հենց այս սկզբունքով է գործում մեր պատմությունը, որովհետև սպարապետի շուրջը կանգնած էին տասնյակ մարդիկ, որոնք երդվում էին նրա անունով, ճակատամարտում էին նրա կողքին, պատրաստ էին կյանք տալ նրա համար։ Բայց երբ եկավ ճակատագրական գիշերը եւ նրա ֆիզիկական ներկայությունն այլևս չկար, այդ նույն մարդկանցից ոմանք շատ արագ հասկացան՝ իշխանությունը մարդ չի սպասում։ Իշխանությունը նման է հոսող ջրի, հենց որ ակունքը ընդհատվում է, այն փնտրում է նոր հուն, եւ այդ նոր հունը երբեմն անցնում է ամենաանսպասելի մարդկանց բակերով։ Բայց որpիսի հասկանանք, թե ինչ կորավ այդ գիշերը, պետք է նախ հասկանանք, թե ինչ կար մինչ այդ։ Պետք է վերադառնանք այնտեղ, որտեղ սկսվեց ամեն ինչ։ Արարատյան ձյան դաշտի մի փոքրիկ գյուղ, որի անունը նույնն է, ինչ աստվածաշնչյան լեռանը՝ Արարատ։ Հենց այստեղ 1959 թվականի մարտի 5-ին ծնվեց մի տղա, որին ճակատագիրը նախատեսել էր դարձնել մի ամբողջ բանակի խորհրդանիշ։ Նրա հայրը Զավենը եւ մայրը Գրետան սովորական մարդիկ էին, որոնք ապրում էին հողի եւ աշխատանքի օրենքով։ Այն ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս սահմանամերձ գյուղի տղան մի օր կկանգնի ողջ ազգի առջև, որպես նրա վահան։ Թուրքիայի սահմանն այնքան մոտ էր, որ պատանին մեծացավ ամեն օր զգալով, թե ինչ է նշանակում ապրել եզրագծի վրա, այնտեղ, որտեղ խաղաղությունն ու վտանգը բաժանվում են ընդամենը մի քանի կիլոմետրով։ Մանկության տարիներին նրա մեջ դեռ ոչինչ չէր մատնում ապագա զորավարին։ Նա սովորում էր գյուղի դպրոցում, սիրում էր սպորտը, ընթերցում էր շատ, գրում էր։ Քչերը գիտեն, որ սպարապետի առաջին զենքը ոչ թե հրացանն էր, այլ գրիչը։ Նա սովորեց ֆիզիկական կուլտուրայի մայրաքաղաքային հաստատությունում, դարձավ ֆիզկուլտուրայի ուսուցիչ հենց իր հայրենի գյուղում, ապա աշխատեց Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար։ Հետո եկավ գրականությունը։ Նա ղեկավարեց ամսագրի հրապարակախոսության բաժինը, գրեց պատմվածքներ, դարձավ գրողների միության անդամ։ Մարդ, որը հետագայում ղեկավարելու էր բանակ, սկսել էր որպես գրող։ Եվ սա պատահական մանրուք չէ, որովհետև նա պատերազմին նայում էր ոչ միայն զորավարի, այլև մարդու, գրողի աչքերով, որը հասկանում էր, թե ինչ արժե ամեն մի կորած կյանք։ Բայց պատմությունը չհարցրեց, թե ինչ էր ուզում այս երիտասարդ գրողը։ 80-ականների վերջը երերաց ողջ տարածաշրջանը։ Արցախյան շարժումը, Ղարաբաղի վերամիավորման ձգտումը դարձավ այն կրակը, որի շուրջ հավաքվեց մի ողջ սերունդ։ Եվ հենց այստեղ, այս շարժման մեջ, գրողի գրիչը զիջեց տեղը այլ պարտականությունների։ Վազգեն Սարգսյանը դարձավ կամավորական ջոկատների առաջնորդներից մեկը։ Նա չմնաց գրասենյակում։ Նա գնաց այնտեղ, որտեղ ամենավտանգավորն էր։ Մարդիկ, որոնք կռվել են նրա կողքին, պատմում են, որ նա անձամբ էր առաջնորդում ամենածանր մարտերը, որ նա չէր թաքնվում սպաների թիկունքում։ Հենց այս անձնական արիությունն էր, որ նրան բերեց այն հեղինակությունը, որից հետո ոչ մի շքանշան, ոչ մի պաշտոն չէր կարող ավելացնել կամ պակասեցնել։ Զինվորները նրան հավատում էին ոչ թե այն պատճառով, որ նա հրամանատար էր, այլ որովհետև գիտեին, նա կանգնում էր նրանց կողքին այնտեղ, որտեղ որոշվում էր կյանքն ու մահը։
Ո՞վ էր այս մարդը իրականում։ Սա հարց է, որին տարբեր մարդիկ տալիս են բոլորովին տարբեր պատասխաններ։ Նրա համախոհների համար նա ազգի փրկիչն էր, անկախ պետության կրվանը։ Այն ուսը, որի վրա հենվեց դեռ թույլ, նոր ծնված հանրապետությունը։ Նրա հակառակորդների համար նա ուժեղ ձեռքի մարդ էր, որի շուրջ կենտրոնացած էր չափազանց մեծ իշխանություն, եւ որի մեթոդները միշտ չէ, որ տեղավորվում էին ժողովրդավարության նուրբ կանոնների մեջ։ Ճշմարտությունը, ինչպես միշտ, գտնվում է ինչ-որ տեղ մեջտեղում։ Բայց մի բան անվիճելի է։ 1990-ականների վերջին Հայաստանում չկար մեկ այլ մարդ, որի մեկ խոսքով կարող էին շարժվել թե բանակը, թե նախկին մարտիկների հսկայական միությունը, թե իշխանության ամբողջ ուղղահայաց համակարգը։ Նա չէր կրում թակ, բայց իրականում նա կրում էր ավելին, քան թակ։ Նա կրում էր վստահություն։ Իսկ վստահությունը այն միակ ռեսուրսն է, որը հնարավոր չէ ոչ գողանալ, ոչ էլ պարզապես ժառանգել։ Կամ կարելի է։ Հենց այս հարցն է, որ տանջում է մեզ։ Արդյոք հնարավոր է ժառանգել սպարապետի ուժը։ Իսկ եթե ոչ, ապա ինչ ստացան նրանք, ովքեր այնքան շտապեցին զբաղեցնել նրա տեղը։ Հիմա եկեք մտովի վերադառնանք այն շենքին։ Ազգային ժողովի դահլիճը, որտեղ տեղի ունեցավ ողբերգությունը, սովորական վայր էր։ Քաղաքական կյանքի ամենաձանձրալի, ամենաառօրեական մի անկյունը։ Պատգամավորներ, որոնք լսում էին հերթական զեկույցը։ Կառավարության անդամներ, որոնք պատասխանում էին հարցերին։ Ոչ ոք չէր սպասում, որ հենց այստեղ, այս ձանձրալի առօրեության մեջ, պատմությունը կանի իր ամենասուր շրջադարձը։ Եվ հենց սա է ամենասարսափելին։ Մեծ ողբերգությունները հաճախ գալիս են ոչ թե փոթորկի, այլ խաղաղության պահին։ Այն վայրկյանին, երբ թվում է, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, թե վտանգն անցել է, թե կարելի է մի փոքր շունչ քաշել։ Բայց ինչ էր կատարվում այդ պատերի հետևում շատ ավելի վաղ։ Ինչ էր կատարվում այն ամիսներին, որոնք նախորդեցին ճակատագրական գիշերին։ Որովհետև պատմությունը մեզ սովորեցնում է, որ նման հարվածներ չեն ընկնում երկնքից։ Դրանք հասունանում են։ Դրանք նախապատրաստվում են ստվերում, լուռ, համբերատար։ Եվ եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ սպարապետի շուրջը արդեն վաղուց ինչ-որ բան էր կատարվում։ Մարդիկ, որոնք մոտ էին նրան, սկսել էին անհետանալ։ Ոչ թե հանկարծակի, ոչ թե միանգամից։ Մեկ առ մեկ, ճշգրիտ, սառնասրտորեն։ 1998 թվականի օգոստոսին կյանքից հեռացավ երկրի գլխավոր դատախազը։ Նույն թվականի դեկտեմբերին պաշտպանության նախարարի տեղակալներից մեկը։ Հաջորդ տարվա փետրվարին ներքին զորքերի հրամանատարը, ներքին գործերի նախարարի տեղակալը, մարտին լրագրող, որը մոտ էր այս շրջանակին։ 4 մարտ, 4 մահ։ Բոլորն էլ ինչ-որ կերպ կապված սպարապետի շրջապատի հետ։ Բոլորն էլ մինչ օրս չբացահայտված։ Արդյոք սա պատահականություն էր, թե ինչ-որ մեկը արդեն մաքրում էր ճանապարհը, հեռացնում էր այն մարդկանց, որոնք կարող էին դառնալ խոչընդոտ, վկա, պաշտպան։ Մենք չգիտենք պատասխանը հստակ, բայց գիտենք մի բան. երբ իշխանության մի մեծ կենտրոնի շուրջ սկսում են մեկ առ մեկ մարել փոքր լույսերը, դա գրեթե միշտ նշանակում է, որ ինչ որտեղ արդեն վառվում է մի այլ, ավելի մութ կրակ։ Իսկ ինչ կասեիք, եթե իմանայիք, որ այս բոլոր մահերը, այս ողջ ստվերային նախապատմությունը ընդամենը նախերգանք էր այն, ինչ պետք է գար, որ իրական հարվածը դեռ առջևում էր, եւ որ այն ընկնելու էր հենց այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում, ոչ թե ճակատամարտում, ոչ թե դարանում, ոչ թե անապատի ճանապարհին, այլ երկրի ամենապաշտպանված, ամենապաշտոնական շենքում, ողջ ազգի աչքի առջև։ Մնացեք մեզ հետ, որովհետև այս պատմությունը նոր է սկսվում, եւ ամեն մի հաջորդ քայլ ձեզ ավելի մոտ է բերելու այն հարցի պատասխանին, որից սկսեցինք. ով իրականում շահեց սպարապետի մահից։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք մարդը, որը կառուցում է մի ամբողջ համակարգ, երբևէ կարող է վստահ լինել, որ այդ համակարգը նրան չի դավաճանի։ Որպեսզի հասկանանք, թե ինչու դարձավ Վազգեն Սարգսյանը այդքան կարևոր դեմք եւ ինչու նրա բացակայությունը այդքան մեծ դատարկություն թողեց, պետք է խոսենք ոչ միայն նրա արիության, այլև նրա կառուցած կառույցի մասին, որովհետև իսկական առաջնորդը տարբերվում է պարզ հերոսից հենց այսքանով։ Հերոսը հաղթում է մի ճակատամարտ, առաջնորդը կառուցում է մի համակարգ, որը շարունակում է գործել նաև իր բացակայության դեպքում, կամ գոնե պետք է շարունակեր։ Հենց այս կետում է թաքնված մեր ողջ պատմության դրաման, որովհետև, ինչպես կտեսնենք, սպարապետի կառուցած համակարգը նրա հեռանալուց հետո շարունակեց գործել, բայց բոլորովին այլ ձեռքերում, բոլորովին այլ նպատակների համար։ Արցախյան պատերազմի տարիներին Վազգեն Սարգսյանը ոչ միայն կռվում էր, նա կառուցում էր, իր ձեռքերով, գործնականում զրոյից, նա ստեղծում էր այն, ինչ նախկինում գոյություն չուներ, կանոնավոր հայկական բանակ։ Մինչ այդ կային ջոկատներ, կամավորներ, քաջ մարդիկ, որոնք պատրաստ էին զոհվել, բայց չկար միասնական, կազմակերպված պետական ուժ։
Հենց Սարգսյանն էր այն մարդը, որ այս ցրված կրակը հավաքեց մեկ ջահի մեջ։ Նա դարձավ առաջին պաշտպանության նախարարը 1991 թվականին, երբ երկիրը նոր էր հռչակել իր անկախությունը։ Եվ այս պաշտոնը նրա համար ոչ թե աթոռ էր, այլ առաքելություն։ Նա ասում էր, որ բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, որ դա բոլոր հայերի ընդհանուր ծնունդն է, ազգի հավաքական պատկերը, նրա պատասխանատվությունը, պատմության վերագնահատումը եւ ապագայի հայացքը։ Այս խոսքերը պարզ ռետորություն չէին, դրանք նրա հավատամքն էին։ Նա բանակը դարձրեց ոչ թե պարզ զինված ուժ, այլ ազգի ողնաշարը, այն հենքը, որի վրա կանգնած էր ողջ նոր պետությունը։ Եվ հենց այստեղ ծնվեց նրա իրական ուժը, որովհետև մարդը, որը վերահսկում է բանակը նոր, դեռ չկայացած պետությունում, վերահսկում է ամեն ինչ։ Ոչ թե այն պատճառով, որ նա ուզում է բռնապետ դառնալ, այլ որովհետև այդ պայմաններում բանակն ու պետությունը գրեթե նույն բանն են։ Բայց Սարգսյանը չբավարարվեց միայն բանակով։ Նա հասկանում էր, որ իշխանությունը, որը հենվում է միայն զենքի վրա, փխրուն է։ Անհրաժեշտ էր ինչ-որ ավելի խորը բան, մարդկային հենարան, հավատարիմ մարդկանց ցանց, որը կկապեր նրան թե անցյալ պատերազմի, թե ապագա խաղաղության հետ։ Եվ այս մտքից ծնվեց այն, ինչ դարձավ նրա ամենահզոր գործիքը՝ նախկին մարտիկների կամավորների միությունը։ Մարդիկ, որոնք միասին անցել էին կրակի միջով եւ որոնք այժմ պատրաստ էին հետևել նրան ոչ թե հրամանով, այլ սրտով։ Մնացեք մեզ հետ, որովհետև հաջորդ էջերում մենք կտեսնենք, թե ինչպես այս միությունը, որը ստեղծվել էր որպես եղբայրության խորհրդանիշ, աստիճանաբար վերածվեց հսկայական քաղաքական մեքենայի։ Կտեսնենք, թե ինչպես գրոհն ու զորավարը դարձավ քաղաքական խաղի ամենահզոր դեմքը, եւ կտեսնենք, թե ինչպես հենց այս ուժը, որը կառուցել էր մի ողջ կյանք, դարձավ այն մրցանակը, որի համար թերևս ինչ-որ մեկը պատրաստ էր անցնել ամենավերջին գծից այն կողմ։ Իսկ դուք ինչ եք կարծում, երբ մարդն իր ձեռքում կենտրոնացնում է այսքան ուժ, ով է ավելի շատ վախենում, նա, ով ուզում է վերցնել այդ ուժը, թե ինքը, կրողը։ Որպեսզի իսկապես հասկանանք, թե ով էր սպարապետը, պետք է կանգ առնենք այն բառի վրա, որով ողջ ազգը նրան անվանեց։ Սպարապետ։ Սա պարզ մականուն չէ, սա հնագույն տիտղոս է, որը հայոց պատմության խորքից է գալիս։ Դարեր առաջ այս բառով կոչվում էր ազգի զորքերի գերագույն հրամանատարը, այն մարդը, որի ուսերին դրված էր ողջ երկրի պաշտպանությունը։ Երբ ժողովուրդը այս հնագույն տիտղոսը շնորհեց ժամանակակից մի մարդու, դա ոչ թե քաղաքավարության դատարկ ժեստ էր, այլ խորը ճանաչում։ Ժողովուրդը կարծես ասում էր. «Դու մեզ համար ոչ թե պարզ նախարար ես, ոչ թե պաշտոնյա, այլ այն հին, լեգենդար կերպարի մարմնավորումը, որը մեր պատմության ամենածանր պահերին կանգնում էր ազգի եւ կործանման միջև»։ Եվ սպարապետը կրում էր այս տիտղոսը ոչ թե որպես ծանրություն, այլ որպես պարտականություն։ Բայց նախքան այս տիտղոսը, նախքան բանակը, նախքան իշխանությունը, կար մի սովորական տղա Արարատյան դաշտի մի գյուղում։ Արարատ, որը հին ժամանակներում կրում էր այլ անուն, գտնվում էր այնքան մոտ սահմանին, որ պարզ եղանակին երևում էր լեռան վեհ ուրվագիծը, այն լեռան, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի կարոտի եւ ինքնության խորհրդանիշը։ Հենց այս ֆոնի վրա մեծացավ ապագա սպարապետը։ Նրա ընտանիքը հարուստ չէր։ Հայրը Զավենը եւ մայրը Գրետան ապրում էին պարզ աշխատավոր կյանքով։ Տղան փոքրուց սովորեց, թե ինչ է նշանակում աշխատանք, ինչ է նշանակում պատասխանատվություն, ինչ է նշանակում ապրել հողի վրա, որը ամեն օր հիշեցնում է իր մասին։ Այս վաղ տարիները ձևավորեցին նրա բնավորության հիմքը՝ համառություն, ուղղամտություն եւ մի խորը, գրեթե ֆիզիկական կապ հայրենի հողի հետ։ Դպրոցական տարիներին նա աչքի էր ընկնում ոչ թե կռվարարությամբ, ինչպես կարելի էր սպասել ապագա զորավարից, այլ ընթերցանության հանդեպ սիրով։ Նա շատ էր կարդում։ Գրքերը նրա համար պատուհան էին դեպի այլ աշխարհներ, դեպի պատմություն, դեպի մեծ գաղափարներ։ Հետո եկավ սպորտը։ Նա ուսանեց ֆիզիկական կուլտուրայի ոլորտում Մոմայրաքաղաքում եւ վերադառնալով հայրենի գյուղ դարձավ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Պատկերացրեք այս պատկերը. ապագա սպարապետը կանգնած է գյուղի դպրոցի բակում, շրջապատված երեխաներով, սովորեցնում է նրանց վազել, ցատկել, ուժ ձեռք բերել։ Այս մարդը, որը հետագայում առաջնորդելու էր բանակներ, սկսել էր երեխաներին ուժ եւ կարգապահություն սովորեցնելուց։ Հետո նրա կյանք մտավ գրականությունը, ավելի լուրջ ձևով։ Նա աշխատեց գրական ամսագրում, ղեկավարեց հրապարակախոսության բաժինը, գրեց պատմվածքներ, դարձավ գրողների միության անդամ։ Սա սպարապետի այն կողմն է, որը հաճախ մոռանում են։ Նա բառերի մարդ էր, ոչ միայն զենքի։ Նա հասկանում էր լեզվի ուժը, պատմության կշիռը, գաղափարի նշանակությունը։ Եվ թերևս հենց այս գրողական խառնվածքն էր, որ հետագայում նրան թույլ տվեց ոչ միայն կռվել, այլև ձևակերպել, թե ինչի համար է կռվում։ Շատ զորավարներ գիտեն, թե ինչպես հաղթել ճակատամարտում, քչերը գիտեն, թե ինչպես բացատրել, ինչու է այդ ճակատամարտը կարևոր։
Սպարապետը գիտեր երկուսն էլ, բայց պատմությունը կանչեց նրան, եւ նա չմերժեց կանչը։ 80-ականների վերջը դարձավ ողջ տարածաշրջանի համար մի մեծ ցնցման ժամանակ։ Արցախյան շարժումը, ձգտումը, վերամիավորելու հայաշատ հնագույն հողը մայր հայրենիքին դարձավ այն կրակը, որի շուրջ վառվեց մի ողջ սերունդ։ Մարդիկ, որոնք երեք դեռ ուսուցիչ էին, ինժեներ, բանվոր, գրող, հանկարծ հայտնվեցին պատմության կիզակետում, եւ նրանցից շատերը պետք է որոշում կայացնեին, որը կփոխեր իրենց ողջ կյանքը։ Մնալ կողքից դիտող, թե մտնել պայքարի մեջ։ Սպարապետը երկար չմտածեց։ Նա մտավ պայքարի մեջ ամբողջ էությամբ։ Կամավորական ջոկատների առաջնորդություն, ահա թե որտեղ ձևավորվեց այն հեղինակությունը, որը հետագայում դարձավ նրա ամենամեծ ռեսուրսը։ Որովհետև պատերազմում մարդիկ շատ արագ հասկանում են, թե ով է իրական առաջնորդ եւ ով է միայն խոսքի մարդ։ Իրական առաջնորդը նա է, որը գնում է առաջ, ոչ թե հրամայում է հետևից։ Մարդիկ, որոնք կռվել են Սպարապետի կողքին, պատմում են, որ նա չէր մնում ապահով հեռավորության վրա։ Նա անձամբ էր լինում ամենավտանգավոր տեղերում։ Նա կիսում էր զումեր զինվորների հետ ոչ միայն հաղթանակը, այլև վտանգը, սովը, ցուրտը, կորստի ցավը։ Եվ հենց այս բանն էր, որ նրան բերեց վետերանների այն անսահման հարգանքը, որը ոչ մի պաշտոն, ոչ մի շքանշան չէր կարող գնել։ Այս հարգանքը վաստակվում էր միայն մեկ ձևով՝ արյունով եւ անձնական քաջությամբ։ 1991 թվականին, երբ երկիրը հռչակեց իր անկախությունը, Սպարապետը դարձավ առաջին պաշտպանության նախարարը։ Բայց ինչ ժառանգություն ստացավ նա այս պաշտոնի հետ։ Գրեթե ոչինչ։ Չկար կանոնավոր բանակ, չկար միասնական հրամանատարություն։ Կային ցրված ջոկատներ, կամավորներ, քաջ, բայց անկազմակերպ ուժ։ Երկիրը պետք է իր բանակը կառուցեր գրեթե զրոյից, եւ այն էլ պատերազմի պայմաններում, երբ ամեն կորցրած օրը կարող էր արժանալ կյանքեր եւ տարածքներ։ Սա մի այնպիսի խնդիր էր, որից շատերը կընկրկեին, բայց Սպարապետը հենց այս անհնարին թվացող խնդրի մեջ գտավ իր իսկական կոչումը։ Նա սկսեց կարգապահությունից, սրված ջոկատներից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջնորդը, իր կանոնները, իր հավակնությունները, նա սկսեց ստեղծել միասնական ուժ։ Սա հեշտ չէր։ Կտամավորական ջոկատների առաջնորդներից շատերը սովոր էին գործել ինքնուրույն, չէին ուզում ենթարկվել միասնական հրամանատարության, բայց Սպարապետը հասկանում է մի պարզ ճշմարտություն. առանց միասնության, առանց կարգապահության, քաջությունը միայնակ չի հաղթում ժամանակակից պատերազմում։ Հարկավոր է կազմակերպություն, կառույց, հստակ ենթակայություն։ Եվ նա քայլ առ քայլ, երբեմն համոզելով, երբեմն պարտադրելով, ստեղծեց այն, ինչ նախկինում գոյություն չուներ՝ կանոնավոր ազգային բանակ։ Հենց այս բանակի մասին նա ասաց իր ամենահայտնի խոսքերից մեկը, որ բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, որ դա ոչ թե պարզապես զինված մարդկանց հավաքածու է, այլ ողջ ազգության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը իր անցյալի, ներկայի եւ ապագայի առջև։ Այս միտքը խորն էր։ Սպարապետի համար բանակը ոչ թե բռնության գործիք էր, այլ ազգի ողնաշար, այն կառույցը, որի շուրջ կարող էր կազմակերպվել ողջ պետությունը։ Թույլ բանակ ունեցող ազգը, նրա կարծիքով, դատապարտված էր կրկնելու անցյալի ողբերգությունները։ Ուժեղ բանակ ունեցող ազգը կարող էր պաշտպանել իր գոյության իրավունքը, եւ նա իր կյանքը նվիրեց հենց այս ուժեղ բանակի ստեղծմանը։ Արցախյան պատերազմի ընթացքում նրա անունը դարձավ հաղթանակի հոմանիշ։ Ծանր մարտերում, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, հենց նրա ներկայությունը կարող էր փոխել իրավիճակը։ Զինվորները գիտեին, որ եթե Սպարապետը կողքին է, ապա հանձնվել չկա։ Այս հոգեբանական գործոնը թերևս ոչ պակաս կարևոր էր, քան զենքն ու ռազմավարությունը, որովհետև պատերազմը հաղթվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև մարդկանց հոգիներում։ Իսկ Սպարապետը գիտեր, թե ինչպես պահել մարդկանց հոգին ամուր, նույնիսկ ամենածանր պահերին։ Բայց ինչպես ամեն ուժեղ դեմք, նա ուներ նաև իր քննադատները։ Իրավապաշտպան շրջանակները, ինչպես նաև որոշ քաղաքական ուժեր, քննադատում էին նրան չափազանց մեծ ուժի կենտրոնացման համար, որոշ ընտրությունների ժամանակ նրա դերի համար, ուժի կիրառման մեթոդների համար, եւ սա պետք է ազնվորեն ասել։ Սպարապետը հրեշտակ չէր։ Նա ուժեղ ձեռքի մարդ էր, որը երբեմն գործում էր կոշտ, որի համար ազգի կայունությունն ու անվտանգությունը հաճախ կանգնում էին ձևական ընթացակարգերից վեր։ Նրա կողմնակիցները սա համարում էին անհրաժեշտություն ծանր ժամանակներում, նրա հակառակորդները ժողովրդավարության խախտում։ Ճշմարտությունը թերևս պարունակում է երկուսն էլ։ Ուժեղ առաջնորդները հազվադեպ են լինում պարզ։ Նրանք միաժամանակ եւ կառուցում են, եւ ճնշում, եւ պաշտպանում, եւ վախ ներշնչում։ Հենց այս երկակիությունն է, որ դարձնում է Սպարապետի կերպարը այդքան բարդ եւ այդքան հետաքրքիր։ Մեկի կողմից գրողը, որը գիտեր բառերի արժեքը, մյուս կողմից զորավարը, որը գիտեր ուժի լեզուն։ Մի կողմից ազգի վահանը, փրկիչը, մյուս կողմից քաղաքական գործիչը, որի մեթոդները միշտ չէ, որ էին փափուկ։
Մի մարդու մեջ ապրում էին այս բոլոր կողմերը, եւ թերևս հենց այս բարդությունն էր, որ նրան դարձնում էր այդքան հզոր եւ միաժամանակ այդքան վտանգավոր այն մարդկանց համար, ովքեր մրցում էին նրա հետ իշխանության համար։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք հնարավոր է ընդհանրապես կառուցել ուժեղ պետություն առանց ուժեղ ձեռքի։ Թե ամեն ուժեղ ձեռք վաղ թե ուշ սկսում է ճնշել հենց այն ազատությունը, որը պետք է պաշտպաներ։ Սա հարց է, որի շուրջ դարեր շարունակ վիճում են փիլիսոփաները, եւ Սպարապետի պատմությունը այս հավերժական վեճի եւս մեկ գլուխ է, որովհետեւ նա, ով ստեղծեց ազգի վահանը, ինքն էլ դարձավ այդ ուժի եւ կրողը, եւ զոհը։ Մնացեք մեզ հետ, որովհետեւ հաջորդ էջերում մենք ավելի խորը կնայենք, թե ինչպես այս ռազմական հեղինակությունը վերածվեց քաղաքական ուժի, եւ ինչպես այդ ուժը դարձավ այն մրցանակը, որի համար թերևս ինչ որ մեկը պատրաստ էր անցնել ամենավերջին գծից այն կողմ։ Կա Սպարապետի կերպարի մի կողմ, որը հատկապես ուժև է հնչում հենց հիմա, երբ գիտենք, թե ինչպես ավարտվեց ամեն ինչ։ Հրա գրած եւ ասած խոսքերը։ Որպես գրող, որպես մարդ, որը հասկանում էր լեզվի կշիռը, նա թողեց ոչ միայն գործեր, այլև մտքեր, ձևակերպված, հղկված, խորը։ Եվ այս մտքերը այսօր կարդացվում են բոլորովին այլ կերպ, քան երբ դրանք առաջին անգամ հնչեցին, որովհետև ժամանակը նրանց ավելացրեց մի շերտ, որը հեղինակը թերևս չէր կարող կանխատեսել, ողբերգական հեգնանքի շերտը։ Նա խոսում էր բանակի մասին որպես ազգի ինքնաճանաչման հայելու, որպես կառույցի, որը ոչ թե պարզապես պաշտպանում է սահմանները, այլ ձևավորում է ազգի բնավորությունը, նրա պատասխանատվությունը, ծնրա հայացքը դեպի ապագա։ Այս խոսքերը հնչում էին վեհ, գրեթե բանաստեղծական, բայց եթե նայենք դրանց այսօրվա հայացքով, գիտենալով թե ինչ ճակատագիր ունեցավ նրա կառուցած ամեն ինչը, դրանք ստանում են դառը երանգ, որովհետև այն հայելին, որի մասին նա խոսում էր, նրա հեռանալուց հետո սկսեց արտացոլել ոչ թե ազգի ուժը, այլ նրա ներքին պառակտումները, նրա կորսված հնարավորությունները, նրա չբժշկված վեշքերը։ Մարդը, որը կառուցում է մի մեծ բան եւ միաժամանակ ձևակերպում է իր գործի իմաստը խոսքերով, թողնում է մի յուրահատուկ ժառանգություն։ Նրա խոսքերը դառնում են չափանիշ, որով հետագայում չափվում է իրականությունը, եւ հաճախ իրականությունը այդ չափանիշին չի համապատասխանում։ Սպարապետի խոսքերը բանակի ազգի պատասխանատվության մասին դարձան հենց այդպիսի չափանիշ։ Մարդիկ, որոնք եկան դրանից հետո, կրկնում էին այդ խոսքերը արարողություններում, փորագրում էին դրանք հուշարձանների վրա, մեջբերում էին ճառերում, բայց արարքներով հաճախ հեռանում էին դրանց իմաստից, եւ այս բացը խոսքի եւ գործի միջև դարձավ նրա ժառանգության ամենացավոտ մասերից մեկը։ Թերևս հենց այստեղ է թաքնված գրողի եւ զորավարի միավորման ամենախորը դասը, որովհետեւ զորավարը կառուցում է այն, ինչ կարող է փլվել։ Բանակները պարտվում են, կառույցները ապամոնտաժվում են, իշխանությունը անցնում է ուրիշների ձեռքը, բայց գրողը թողնում է խոսքեր, իսկ խոսքերը ունեն տարօրինակ հատկություն։ Դրանք գոյատևում են այն ամենից, ինչ ֆիզիկական է։ Սպարապետի բանակը ենթարկվեց ուրիշներին, նրա միությունը ցրվեց, բայց նրա խոսքերը մնացին, եւ հենց այս խոսքերի միջոցով նա շարունակում է խոսել, շարունակում է հարցեր տալ, շարունակում է լինել չափանիշ, որով դատվում են ապրողները։ Կա մի դառը, բայց վեհ ճշմարտություն այս ամենի մեջ։ Մարդը կարող է կորցնել ամեն ինչ, իշխանությունը, կյանքը, իր կառուցած կառույցները, բայց եթե նա թողել է խոսք եւ օրինակ, ապա նա չի կորցնում ամենագլխավորը՝ իր ներկայությունը ապագայում։ Որովհետև ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կարդում է նրա խոսքերը, հիշում է նրա օրինակը, տալիս է նրա բարձրացրած հարցերը, նա կրկին վերադառնում է, թեկուզ որպես հիշողություն, թեկուզ որպես խիղճ, թեկուզ որպես այն լուր ձայնը, որը հարցնում է. իսկ դուք ինչ արեցիք այն ժառանգության հետ, որ ձեզ թողեցի։ Եվ թերևս հենց սա է պատասխանը այն հարցին, որից սկսեցինք. ով ժառանգեց Սպարապետի ուժը։ Նրա ֆիզիկական ուժը ցրվեց, անցավ ուրիշների ձեռքը, փոխեց իր էությունը, բայց նրա իրական ուժը, խոսքի, օրինակի, հիշողության ուժը չժառանգեց ոչ ոք, որովհետև այն չհեռացավ։ Այն մնաց որպես ազգի սեփականություն, որպես այն հայելին, որին մասին նա խոսում էր, որում ամեն սերունդ տեսնում է իր սեփական արտացոլանքը, իր ուժը եւ իր թուլությունը, իր հավատարմությունը եւ իր դավաճանությունները, իր հաղթանակները եւ իր կորուստները։ 1993 թվականին ծնվեց մի կառույց, որը հետագայում դառնալու էր երկրի քաղաքական կյանքի ամենահզոր ուժերից մեկը՝ Կամավորների միությունը, նախկին մարտիկների եղբայրությունը, որի գլխին կանգնեց հենց Սպարապետը։ Սկզբում սա թվում էր պարզ, գրեթե սենտիմենտալ գաղափար։ Մարդիկ, որոնք միասին պաշտպանել էին հայրենիքը, չէին ուզում ցրվել խաղաղության գալուստից հետո։ Նրանք ուզում էին մնալ միասին, օգնել միմյանց, պահպանել այն եղբայրությունը, որը ծնվել էր խրամատներում։
Բայց շատ արագ պարզվեց, որ նման միությունը ոչ միայն հուշերի վայր է, դա ուժ է։ Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք գիտեին զենք բռնել, որոնք վարժված էին կարգապահության եւ որոնք բոլորն էլ նայում էին մեկ մարդու։ Ոչ մի կուսակցություն, ոչ մի պաշտոնական կառույց չուներ նման ուղղակի, անձնական, գրեթե ընտանեկան ազդեցություն մարդկանց վրա։ Աստիճանաբար այս միությունը դարձավ զուգահեռ իշխանություն, ոչ պաշտոնական, բայց ամենուր ներկա։ Մարզերում, գյուղերում, քաղաքներում նրա անդամները դառնում էին ազդեցիկ դեմքեր։ Նրանք լուծում էին վեճեր, օգնում էին ընտանիքներին, պաշտպանում էին տեղի մարդկանց եւ միաժամանակ ապահովում էին հավատարմություն սպարապետի։ Սպարապետը կառուցում էր նաեւ վերին հարկերը։ Քաղաքական դաշտում նա միավորվեց աջակողմյան ուժի հետ, որը կրում էր հանրապետական անունը։ 1998 թվականի ամռանը կամավորների միությունը եւ այս կուսակցությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը սկիզբ դրեց քաղաքական միաձուլման գործընթացին։ Միության քաղաքականությամբ զբաղվող մասը մտավ այս կուսակցության շարքերը եւ սպարապետը դարձավ նրա առաջնորդը։ Այսպես ձևավորվեց մի հզոր մեքենա, որը միավորում էր երկու բան՝ ստորին շերտերի լայն ժողովրդական աջակցությունը եւ վերին շերտերի կազմակերպված կուսակցական կառույցը։ Քչերին է հաջողվում միավորել այս երկուսը, սպարապետին հաջողվեց։ Եվ հենց այս պահից նա դարձավ ոչ միայն բանակի, այլև երկրի քաղաքական ապագայի գլխավոր ճարտարապետներից մեկը։ Բայց իշխանության ճանապարհը երբեք ուղիղ չէ։ Այն լի է կտրուկ շրջադարձերով, ժամանակավոր դաշինքներով եւ անսպասելի դավաճանություններով։ 1996 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ սպարապետը կանգնեց գործով նախագահի կողքին։ Այդ ընտրությունները դարձան երկրի պատմության ամենալարված եւ ամենավիճահարույց իրադարձություններից մեկը։ Անդիմությունը պնդում էր, որ արդյունքները կեղծվել են, որ ժողովրդի կամքը ոտնահարվել է։ Մայրաքաղաքում սկսվեցին զանգվածային անկարգություններ։ Եվ հենց այս պահին երևաց սպարապետի ուժի մյուս, ավելի մութ կողմը, որովհետև մարդը, որը վերահսկում է բանակը եւ մարտիկների միությունը, կարող է ոչ միայն պաշտպանել, այլև պարտադրել։ Իրավապաշտպան կազմակերպությունները հետագայում քննադատեցին նրան հենց այս դերի համար, պնդելով, որ ուժի կիրառումը անցել է թույլատրելի սահմանները։ Այստեղ մենք տեսնում ենք մի մարդու, որի համար նպատակը թերևս արդարացնում էր մեր միջոցները, եւ որի համար երկրի կայունությունը կանգնած է ժողովրդավարության ձևական կանոններից վեր։ Սակայն այն, ինչ նա արեց 2 տարի անց, ապշեցրեց նույնիսկ նրա ամենամոտ դաշնակիցներին։ 1998 թվականին Ղարաբաղի հարցի շուրջ խորը տարաձայնությունների պատճառով հենց սպարապետը դարձավ այն մարդը, որը ստիպեց գործող նախագահին հեռանալ իշխանությունից։ Մարդը, որին նա ընդամենը 2 տարի առաջ պաշտպանել էր, այժմ ստիպված էր լքել ամենաբարձր պաշտոնը։ Սա ցույց տվեց երկու բան։ Առաջին, սպարապետի իրական ուժը հասել էր այնպիսի մակարդակի, որ նա կարող էր որոշել, թե ով կկառավարի երկիրը։ Երկրորդ, քաղաքականության մեջ նրա համար չկար հավերժական դաշինք, կար միայն այն, ինչ նա համարում էր ճիշտ ազգի համար։ Հին նախագահի հեռանալուց հետո նա օգնեց, որ իշխանության գա այն ժամանակվա վարչապետը, որը դարձավ երկրի նոր նախագահ։ Այսպիսով սպարապետը ոչ միայն տապալում էր առաջնորդների, այլև բարձրացնում էր նորերին։ Նա դարձել էր թագադիր, իսկ թագադիրները, ինչպես հուշում է պատմությունը, հաճախ ավելի վտանգավոր դիճքում են, քան իրենք թագավորները, որովհետև նա, ով կարող է թագ դնել մեկի գլխին, տեսականորեն կարող է այն վերցնել նաև մյուսից։ Եվ նոր իշխանավորները, որքան էլ երախտապարտ թվային, երբեք չեն մոռանում այս փաստը։ Հենց այստեղ է թաքնված մեր պատմության ամենանուրբ լարը։ Պատկերացրեք երկու ուժեղ մարդու, որոնք միասին են բարձրացել իշխանության գագաթը, բայց որոնցից յուրաքանչյուրը գիտի, որ գագաթին տեղ կա միայն մեկի համար։ Արտաքուստ, դաշնակիցներ։ Ներքուստ, մրցակիցներ, որոնք ուշադիր հետևում են միմյանց ամեն քայլին։ Սպարապետը վերահսկում էր բանակը, մարտիկների միությունը, քաղաքական մեքենան։ Նոր նախագահը վերահսկում էր պետական ապարատը, անվտանգության կառույցները, պաշտոնական լծակները։ Լծակները՝ երկու հսկայական ուժ, որոնք ստիպված էին գոյակցել մեկ փոքրիկ երկրում, եւ ամեն ոք, ով հասկանում է իշխանության տրամաբանությունը, գիտի, որ նման հավասարակշռությունը երբեք երկար չի տևում։ Վաղ թե ուշ, մեկը պետք է գերակշռի։ Հարցը միայն այն էր, թե ով եւ ինչ գնով։ 1999 թվականին այս հավասարակշռությունը կտրուկ փոխվեց։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սպարապետը կնքեց դաշինք, որը շատերին թվաց անհնարին։ Նա միավորվեց մի մարդու հետ, որը խորհրդային տարիների ամենահայտնի առաջնորդներից էր, ժողովրդի մեջ հսկայական հարգանք վայելող դեմք։ Այս երկու մարդիկ, ռազմական հերոսն ու հին քաղաքական դպրոցի ներկայացուցիչը, ստեղծեցին ընտրական դաշինք, որը կրում էր միասնության անունը։ Եվ այս դաշինքը հաղթեց։ Ժողովուրդը նրանց տվեց իր ձայնը, որովհետև մարդիկ տեսնում էին նրանց մեջ կայունության, ուժի եւ արդարության խոստումը։
Հաղթանակից հետո Սպարապետը դարձավ վարչապետ, իսկ նրա դաշնակիցը խորհրդարանի նախագահ։ Երկու ամենահզոր պաշտոնը երկրում այժմ պատկանում էին այս դաշինքին։ Իշխանության ճոճանակը կտրուկ թեքվեց դեպի նրանց կողմը։ Թվում էր, թե ոչինչ չի կարող կանգնեցնել այս հաղթական երթը։ Բայց հենց այս ամենաբարձր ժկետում, հենց այս հաղթանակի գագաթին սկսում է հնչել մի լուռ անտեսանելի ժամացույցի տկտույցի տկտկոցը։ Որովհետև երբ իշխանության ճոճանակը այսքան կտրուկ թեքվում է մի կողմ, մյուս կողմում ինչ-որ մեկը կորցնում է ամեն ինչ։ Եվ կորցնելու վախը մարդկանց երբեմն մղում է այնպիսի քայլերի, որոնց մասին նրանք երբեք չէին մտածի սովորական ժամանակներում։ Մայրաքաղաքի միջանցքներում սկսեցին պտտվել շշուկներ, ինչ-որ բան լարված էր օդում։ Մարդիկ, որոնք լավ էին զգում քաղաքական մթնոլորտը, ասում էին, որ վերահաս է մի բախում, որ երկու հսկայական ուժ չեն կարող երկար գոյակցել կողք կողքի։ Բայց ոչ ոք չէր պատկերացնում, թե այդ բախումը կընդունի այսքան արյունոտ ձև։ Բոլորը մտածում էին քաղաքական պայքարի, հնարավոր հրաժարականների, կուլիսային ինտրիգների մասին։ Ոչ ոք չէր մտածում այն, ինչ իրականում պետք է գար։ Հենց այս ֆոնի վրա պետք է վերադառնանք այն մութ շարքին, որի մասին արդեն հիշատակեցինք՝ Սպարապետի շրջապատի մարդկանց անհետացումներին։ Որովհետև այս մահերը պատահական չէին նաև ժամանակի առումով։ Դրանք ուղեկցում էին Սպարապետի վերելքին։ Որքան բարձրանում էր նա, այնքան ավելի շատ էին մարում նրա շուրջ եղած լույսերը։ Գլխավոր դատախազը, որը կարող էր շատ բան իմանալ իշխանության կուլիսների մասին, պաշտպանության նախարարի տեղակալը, որը մոտ էր ռազմական գործերի ամենանուրբ կողմերին, ներքին զորքերի հրամանատարը, մարդ, որի ձեռքում էին իրական ուժի լծակները, լրագրողը, որը թերևս շատ բան գիտեր եւ կարող էր գրել։ 4 տարբեր մարդիկ, 4 տարբեր ոլորտներ, բայց բոլորն էլ ինչ-որ թելով կապված այս շրջանակին։ Ինչ նշանակում էին այս մահերը։ Մինչ օրս չկա պաշտոնական համոզիչ պատասխան։ Ոմանք ասում էին, որ դրանք քրեական աշխարհի հաշվեհարդարներ էին, ոմանք տեսնում էին դրանց հետևում քաղաքական ինտրիգ, փորձ թույլատնելու Սպարապետին, հեռացնելով նրա հենասյուներին։ Ոմանք էլ պնդում էին, որ սա ընդամենը դժբախտ պատահարների շարք էր, որ մենք միտում ունենք կապեր փնտրել այնտեղ, որտեղ կա միայն ողբերգական զուգադիպություն։ Բայց մարդկային միտքը այդպես չի աշխատում։ Երբ 4 մարդ, որոնք բոլորն էլ կապված են մեկ կենտրոնի հետ, հեռանում են կյանքից 1 տարվա ընթացքում, դժվար է հավատալ պարզ պատահականությանը։ Եվ եթե սրանք իսկապես նախապատրաստության նշաններ էին, ապա հարց է առաջանում. ով էր այդ համբերատար սառնասիրտ ուժը, որը մեկ առ մեկ հեռացնում էր խավատախտակից Սպարապետի ֆիգուրները։ Հենց այս հարցն է, որ մեզ տանում է դեպի ամենակարևորը՝ ռեսուրսների հարցին։ Որովհետև Սպարապետը, ինչպես տեսանք, վերահսկում էր հսկայական ուժ։ Բանակ, մարտիկների միություն, քաղաքական մեքենա, տնտեսական կապեր, մարդկանց հավատարմություն։ Այս ամենը միասին կազմում էր մի այնպիսի կենտրոն, որի շուրջ պտտվում էր երկրի ողջ կյանքը։ Բայց ամեն կենտրոն ունի մի թույլ կետ, եւ այդ կետը հենց ինքն է՝ կենտրոնի սիրտը։ Քանի դեռ կա այդ սիրտը, ողջ համակարգը գործում է որպես միասնական օրգանիզմ։ Բայց եթե այդ սիրտը կանգ առնի, ինչ կլինի մնացած ամեն ինչի հետ։ Բանակը, միությունը, կապերը, ռեսուրսները, ուր կգնան դրանք, ով կհավաքի ցրված թելերը։ Սա հենց այն հարցն է, որը թերևս արդեն մտածում էր ինչ-որ մեկը։ Մինչ Սպարապետը կառուցում էր եւ հաղթում, մինչ նա միավորում էր ուժերը եւ բարձրանում իշխանության գագաթը, ինչ որտեղ ստվերում ինչ-որ մեկը հաշվարկում էր։ Սառնասրտորեն, համբերատար, քայլ առ քայլ։ Ինչ կլինի, ինչ կլինի, եթե այս կենտրոնի սիրտը հանկարծ կանգ առնի, ով կշահի, ով կկորցնի։ Եվ ինչպես կարելի է լինել նրանց մեջ, ովքեր կշահեն։ Մենք չենք կարող հաստատ ասել, որ նման հաշվարկ իրականում արվել է, բայց հետագա իրադարձությունները, ինչպես կտեսնեք, այնքան ճշգրիտ էին, այնքան լավ համընկնում էին ինչ-որ մեկի շահերի հետ, որ դժվար է ամբողջությամբ մերժել այս միտքը։ Մնացեք մեզ հետ, որովհետև մենք մոտենում ենք մեր պատմության ամենամութ էջին։ Հաջորդ գլխում մենք կանցնենք այն գիշերը, որը փոխեց ամեն ինչ։ Կտեսնենք, թե ինչպես ընդամենը մի քանի րոպեի ընթացքում փլվեց այն ողջ կառույցը, որը կառուցվել էր տարիների ընթացքում, եւ կսկսենք հասկանալ, թե ինչու հենց այս ողբերգությունից հետո որոշ մարդիկ բարձրացան, իսկ ուրիշները ընդմիշտ անհետացան քաղաքական դաշտից։ Իսկ առայժմ մտածեք այս հարցի շուրջ։ Եթե դուք լինեիք այն մարդը, որը կորցնելու ամեն ինչ ուներ Սպարապետի վերելքից, ինչ կանեիք։ Կհաշտվեիք պարտության հետ, թե կփնտրեիք մի ճանապարհ, որի մասին ազնիվ մարդիկ նույնիսկ չեն համարձակվում մտածել։ Բայց նախքան այդ գիշերին անցնելը, արժե կանգ առնել մի կարևոր մանրուքի վրա, որը հաճախ մոռանում են։ Սպարապետը մարդ էր։ Ոչ թե արձան, ոչ թե խորհրդանիշ, այլ կենդանի մարդ, իր ընտանիքով, իր կասկածներով, իր հոգնածությամբ։ Նրա շուրջ կային մարդիկ, որոնց նա սիրում էր, որոնց համար նա պատասխանատու էր զգում։ Եվ նա, ով կրում էր ողջ ազգի ծանրությունը, քաջ գիտեր, որ իր դիրքը վտանգավոր է։
Ասում են, որ վերջին ամիսներին նա ավելի լուռ էր դարձել, ավելի մտախոհ։ Ասում են, որ նա զգում էր, թե ինչ-որ բան լարված է օդում։ Բայց զգալը մի բան է, իսկ կանխելը բոլորովին այլ։ Քանի որ վտանգը, որը մոտենում էր, ուներ այնպիսի ձև, որին դժվար էր պատրաստ լինել։ Այն չէր գալիս ճակատից, ոչ էլ բացահայտ թշնամու կողմից։ Այն մոտենում էր ստվերից, ներսից, այնտեղից, որտեղ ոչ ոք չէր սպասում։ Հենց սա է իշխանության ամենադառը ճշմարտությունը։ Որքան բարձր ես բարձրանում, այնքան շատ են աչքերը, որոնք հետևում են քեզ ոչ թե հիացմունքով, այլ հաշվարկով։ Որքան մեծ է քո ուժը, այնքան ավելի մեծ է այն մրցանակը, որը կմնա քո հեռանալուց հետո։ Եվ որքան ավելի շատ ես վստահում քո շրջապատին, այնքան ավելի խոցելի ես դառնում հենց նրանց առջև, ում վստահում ես ամենաշատը։ Սպարապետը կառուցել էր մի կայսրություն ազդեցության, բայց ամեն կայսրություն, որ կանգնած է մեկ մարդու վրա, կրում է իր մեջ իր սեփական փլուզման սերմը։ Եվ այդ սերմը, ինչպես շուտով կտեսնենք, արդեն սկսել էր ծլել։ Հիմա եկեք ավելի մանրակրկիտ նայենք այն բանին, ինչ իրականում նշանակում է բառը ռեսուրս, որովհետև երբ խոսում ենք իշխանության ժառանգության մասին, պետք է հստակ հասկանանք, թե կոնկրետ ինչն էր այն, ինչ կարող էր անցնել մի ձեռքից մյուսը։ Սպարապետի ուժը կազմված էր մի քանի շերտից, եւ յուրաքանչյուրը արժեր ուշադիր դիտարկել։ Առաջին շերտը բանակն էր, ոչ թե պարզապես զորամասերն ու զենքը, այլ սպայական կազմի անձնական հավատարմությունը։ Տարիների ընթացքում սպարապետը իր շուրջ հավաքել էր մարդկանց, որոնք նրան հավատում էին ոչ թե կանոնադրությամբ, այլ սրտով։ Հրամանատարներ, որոնք նրա հետ անցել էին պատերազմի կրակը, սպաներ, որոնք իրենց կարիերայով պարտական էին նրան։ Սա հսկայական ուժ էր, բայց նաև փխրուն ուժ, որովհետև անձնական հավատարմությունը կապված է անձի հետ։ Հենց որ այդ անձը հեռանում է, հավատարմությունը սկսում է փնտրել նոր ուղղություն։ Երկրորդ շերտը մարտիկների միությունն էր։ Մենք արդեն խոսեցինք դրա մասին, բայց արժե ընդգծել մի կարևոր մանրուք։ Այս միությունը ոչ թե պարզ վետերանական կազմակերպություն էր, այլ ողջ երկիրը պատող ցանց։ Մարզերում նրա անդամները ունեին իրական ազդեցություն։ Նրանք կարող էին մոբիլիզացնել մարդկանց, ազդել տեղական որոշումների վրա, ապահովել կամ արգելափակել քաղաքական աջակցությունը։ Սա մի տեսակ զուգահեռ պետություն էր, ոչ պաշտոնական, բայց ամենուր ներկա։ Եվ կրկին այս ողջ ցանցը պահվում էր մեկ մարդու հեղինակությամբ։ Միությունը հզոր էր, քանի դեռ կար նա, ով այն միավորում էր։ Երրորդ շերտը քաղաքական մեքենան էր, ժուկուսակցությունը, խորհրդարանական խմբակցությունը, դաշինքները։ Սա արդեն ավելի ֆորմալ ուժ էր, ավելի կառուցվածքային, բայց հենց այս ֆորմալ բնույթն էր, որ հետագայում թույլ տվեց, որ այս շերտը գոյատևի առանց սպարապետի եւ անցնի ուրիշների ձեռքը։ Որովհետև կուսակցությունը, ի տարբերություն անձնական հավատարմության, կարող է փոխել առաջնորդին եւ շարունակել գործել։ Չորրորդ շերտը տնտեսական կապերն էին, այն գործնական, նյութական հիմքը, որի վրա հենվում է ամեն իշխանություն։ Եվ վերջապես հինգերորդ, ամենաանտեսանելի, բայց ամենակարևոր շերտը խորհրդանշական ուժը, սպարապետի կերպարը որպես ազգի վահան, որպես անկախության խորհրդանիշ։ Հենց այս վերջին շերտն էր, որ ոչ ոք չկարողացավ ժառանգել, որովհետև խորհրդանիշը կապված է կոնկրետ մարդու հետ եւ չի փոխանցվում։ Երբ նայում ենք այս 5 շերտերին միասին, հասկանում ենք, թե ինչու սպարապետի մահից հետո ստեղծվեց այսքան բարդ իրավիճակ, որովհետև այս շերտերը չանհետացան միաժամանակ։ Ոմանք ցրվեցին անմիջապես, խորհրդանշական ուժը, անձնական հավատարմությունը, ոմանք գոյատևեցին, բայց փոխեցին տիրոջը, կուսակցությունը, տնտեսական կապերը։ Եվ հենց այս անհավասար ճակատագիրն էր, որ որոշեց հետագա իրադարձությունների ողջ ընթացքը։ Նրանք, ովքեր ուզում էին ժառանգել սպարապետի ուժը, շատ արագ պարզեցին, որ չեն կարող վերցնել ամեն ինչ։ Կարելի էր վերցնել միայն այն, ինչ կարող էր գոյատևել առանց նրա։ Իսկ ամենաթանկ բանը, նրա անձնական հեղինակությունը, ընդմիշտ հեռացավ նրա հետ։ Հիմա վերադառնանք այն մութ շարքին, որի մասին արդեն հիշատակեցինք՝ սպարապետի շրջապատի մարդկանց անհետացումներին։ Արժե նայել դրանց ոչ թե որպես անանոմ վիճակագրության, այլ որպես առանձին ճակատագրերի, որովհետև յուրաքանչյուրը մարդ էր եւ յուրաքանչյուրը ինչ-որ բան գիտեր։ 1998 թվականի օգոստոսին կյանքից հեռացավ երկրի գլխավոր դատախազը։ Մտածեք այս պաշտոնի մասին։ Գլխավոր դատախազը այն մարդն է, որի ձեռքով անցնում են ամենազգայուն գործերը, որը գիտի, թե ով ինչ է արել, որ իշխանության ամենամութ գաղտնիքները հաճախ կուտակվում են հենց նրա սեղանին։ Նման մարդու հեռանալը երբեք պարզ չէ, այն միշտ ինչ-որ բան փոխում է իշխանության նուրբ հավասարակշռության մեջ։ Նույն թվականի դեկտեմբերին հաջորդ հարվածը կյանքից հեռացավ պաշտպանության նախարարի տեղակալներից մեկը։ Սա արդեն ուղղակիորեն դիպչում էր սպարապետի սեփական տիրույթին, բանակին, մարդ, որը մոտ էր ռազմական ապարատի ամենանուրբ կողմերին, որը գիտեր կառավարման ներքին մեխանիզմները։ Հաջորդ տարվա փետրվարին եւս մեկ հարված։ Այս անգամ կյանքից հեռացավ ներքին զորքերի հրամանատարը, ներքին գործերի նախարարի տեղակալը։ Մարդ, որի ձեռքում էին իրական ուժի լծակները, որը վերահսկում էր այն ուժերը,
որոնք կարող էին վճռորոշ դեր խաղալ ցանկացած ներքաղաքական ճգնաժամի ժամանակ։ Եվ վերջապես մարտին։ Կյանքից հեռացավ լրագրող, որը մոտ էր այս շրջանակին։ Մարտ բառերի, որը կարող էր գրել, բացահայտել, փաստագրել։ 4 մարտ։ 4 տարբեր ոլորտ՝ դատաիրավական, ռազմական, ուժային, լրատվական։ Բայց բոլորն էլ կապված էին մեկ կենտրոնի հետ, եւ բոլորն էլ կարող էին լինել կամ սպարապետի հենասյուները, կամ նրա գաղտնիքների կրողները։ Եվ ամենազարմանալին, այս բոլոր գործերը մնացին չբացահայտված։ Ոչ մի հստակ պատասխան, ոչ մի համոզիչ բացատրություն։ Կարծես ինչ-որ մեկը ոչ միայն հեռացնում էր այս մարդկանց, այլև հողոք էր տանում, որ ճշմարտությունը երբեք դուրս չգա լույս աշխարհ։ Արդյոք սա պատահականությունների շարք էր։ Մարդկային միտքը դժվարությամբ է հավատում նման զուգադիպությունների, բայց ապացույց էլ չկա։ Կա միայն մի անհանգստացնող օրինաչափություն, որը հետ նայելով թվում է չափազանց ճշգրիտ պատահականություն լինելու համար։ Եթե ընդունենք թեկուզ որպես վարկած, որ այս մահերը նախապատրաստության նշաններ էին, ապա պետք է հարցնենք, ինչի նախապատրաստություն։ Պատասխանը թերևս հենց այն գլխավոր հարվածն էր, որը պետք է գար ավելի ուշ, որովհետև եթե ինչ-որ մեկը ծրագրում էր հեռացնել սպարապետին, ապա առաջին հերթին պետք էր թուլացնել նրա շուրջ եղած պաշտպանական օղակը, հեռացնել այն մարդկանց, որոնք կարող էին պաշտպանել նրան, վրեժ լուծել նրա համար կամ բացահայտել ճշմարտությունը։ 1/1 Համբերատար։ Որպեսզի վճռորոշ պահին սպարապետը մնար ավելի մերկ, ավելի խոցելի, քան երբևէ, սա կրկնում ենք միայն վարկած է, բայց դա այն վարկածն է, որը լավագույնս բացատրում է իրադարձությունների տրամաբանությունը։ Հենց այս ֆոնի վրա պետք է հասկանալ սպարապետի եւ երկրի նախագահի միջև եղած լարվածությունը։ Մենք արդեն ասացինք, որ նրանք միասին էին բարձրացել իշխանության գագաթը, բայց որ գագաթին տեղ կար միայն մեկի համար։ Հիմա ավելացնենք մի կարևոր նրբերանգ։ Այս երկու մարդիկ ոչ թե բացահայտ թշնամիներ էին, այլ դաշնակիցներ, որոնք ստիպված էին համագործակցել, միաժամանակ ուշադիր հետևելով միմյանց ամեն քայլին։ Սա իշխանության ամենավտանգավոր կոնֆիգուրացիան է։ Բացահայտ թշնամու հետ ամեն ինչ պարզ է։ Գիտես, որ նա քո դեմ է, պատրաստ ես։ Բայց դաշնակցի հետ, որը միաժամանակ մրցակից է, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Չգիտես, թե երբ կժպտանա քեզ եւ երբ կհարվածի թիկունքից։ Չգիտես, թե որ խոսքն է անկեղծ եւ որը խաղ։ 1999 թվականին, երբ սպարապետը դարձավ վարչապետ եւ երբ նրա դաշինքը հաղթեց ընտրություններում, այս լարվածությունը հասավ իր գագաթնակետին, որովհետեւ այս հաղթանակը նշանակում էր, որ իշխանության ճոճանակը կտրուկ թեքվում է սպարապետի կողմը։ Նախագահի ձեռքում մնում էին ֆորմալ լծակներ, բայց իրական ուժը, բանակը, միությունը, խորհրդարանի մեծամասնությունը, վարչապետի աթոռը կենտրոնանում էր սպարապետի եւ նրա դաշնակցի շուրջ։ Ամեն ոք, ով հասկանում է իշխանության տրամաբանությունը, գիտի, որ նման իրավիճակը երկար տևել չէր կարող։ Կամ նախագահը պետք է հաշտվեր երկրորդական դերի հետ, կամ ինչ-որ բան պետք է փոխեր ուժերի այս հարաբերակցությունը, եւ ինչ-որ բան իսկապես փոխեց այն։ Արագ, կտրուկ, անվերադարձ։ Բայց նախքան այդ ճակատագրական գիշերին անցնելը, արժե կանգ առնել եւս մեկ մտքի վրա։ Մենք հակված ենք պատմությունը տեսնել որպես անհատների պայքար։ Այս մարդը հարվածեց այն մարդուն, այս խումբը հաղթեց այն խմբին։ Բայց հաճախ իրականությունն ավելի բարդ է։ Երբեմն իշխանության փոփոխությունը ոչ թե մեկ մարդու ծրագիր է, այլ ողջ համակարգի ինքնապահպանման ռեֆլեքս։ Համակարգը, որը զգում է, որ մեկ դեմք դառնում է չափազանց հզոր, սկսում է ինքնաբերաբար աշխատել այդ դեմքի դեմ։ Ոչ թե դավադրությամբ, այլ բազմաթիվ մարդկանց փոքր որոշումների հանրագումարով, որոնք բոլորն էլ տեսնում են, որ իրենց շահը պահանջում է թուլացնել չափազանց հզորացածին։ Թերևս հենց այս երկու բացատրությունների միջև է թաքնված ճշմարտությունը։ Մի կողմից կոնկրետ մարդիկ, որոնք ունեին կոնկրետ շահ, մյուս կողմից համակարգ, որը չէր կարող հանդուրժել մեկ դեմքի այսքան ուժ։ Եվ սպարապետը իր ողջ հզորությամբ թերևս թերագնահատեց հենց այս երկրորդ ուժը։ Որովհետև մարդը կարող է հաղթել իր մրցակցին, բայց համակարգի դեմ պայքարելը շատ ավելի դժվար է, որովհետև համակարգը չունի մեկ դեմք, որին կարելի է հարվածել։ Այն ամենուր է եւ ոչ միտեղ։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչն է ավելի վտանգավոր ուժեղ առաջնորդի համար, բացահայտ թշնամին, թե այն անտեսանելի համակարգը, որը նա ինքն է կառուցել։ Մնացեք մեզ հետ, որովհետև պատասխանը մենք կգտնենք հենց այն գիշերվա մութ ժամերին, որին այժմ մոտենում ենք։ Արժե առանձին կանգ առնել այն կարճ, բայց վճռորոշ ժամանակահատվածի վրա, որը սպարապետն անցկացրեց վարչապետի աթոռին։ Որովհետև մենք հաճախ խոսում ենք նրա մահվան մասին, բայց մոռանում ենք, որ նրա վերջին ամիսները լի էին գործով, ծրագրերով, հույսերով։
1999 թվականի ամառվա սկզբին, ընտրական հաղթանակից հետո, նա ստանձնեց կառավարության վեկը, եւ դա պարզ պաշտոնական նշանակում չէր, շատերի համար դա նշանակում էր նոր դարաշրջանի սկիզբ։ Մարդ, որը խորհրդանշում էր ուժ եւ արդարություն, այժմ ստանձնում էր ոչ միայն բանակի, այլև ողջ երկրի տնտեսական ու վարչական կառավարումը։ Ժողովրդի մի մեծ մասը նրա մեջ տեսնում էր այն ամուր ձեռքը, որը վերջապես կարող էր կարգի բերել երկրի քաոսային իրականությունը։ Այդ ամիսներին օդում զգացվում էր մի առանձնահատուկ լարվածություն, ոչ թե վախի, այլ սպասումի լարվածություն։ Մարդիկ սպասում էին փոփոխությունների։ Տնտեսությունը գտնվում էր ծանր վիճակում։ Պատերազմից եւ անկախության առաջին տարիների ցնցումներից հետո երկիրը դեռ չէր կարողացել կանգնել ոտքի վրա ամուր։ Աղքատությունը տարածված էր, արտագաղթը զանգվածային, հույսը փխրուն։ Եվ ահա այս ֆոնի վրա նոր վարչապետը հանդես եկավ խոստումներով, որոնք շատերին թվացին իրական, որ պետությունը կդառնա ավելի արդար, որ ուժառները չեն կարողանա անպատիժ ճնշել թույլերին, որ կբարելավվի սովորական մարդկանց կյանքը։ Այս խոստումները հնչում էին հատկապես համոզիչ հենց նրա շուրթերից, որովհետև նա արդեն ապացուցել էր, որ կարող է անհնարին թվացողը դարձնել իրականություն, երբ ստեղծեց ազգային բանակը գրեթե զրոյից։ Բայց վարչապետի աթոռը բոլորովին այլ մարտադաշտ է, քան ճակատամարտի դաշտը։ Այստեղ թշնամին տեսանելի չէ, հաղթանակը չափելի չէ պարզ ցուցանիշներով, եւ ամեն քայլ հանդիպում է 100 խոչընդոտի։ Տնտեսական խնդիրները չէին լուծվում մեկ հրամանով։ Շահագրգիռ խմբերը, որոնք տարիներ շարունակ իշխում էին ստվերում, դիմադրում էին ամեն փոփոխության։ Իսկ քաղաքական դաշտում, ինչպես արդեն գիտենք, նրա ամեն հաջողություն նշանակում էր ուժի ճոճանակի թեքում դեպի իջ կողմը, ինչը անհանգստացնում էր նրանց, ովքեր կորցնում էին այդ խաղում։ Այսպիսով, սպարապետը հայտնվեց երկակի ճնշման տակ։ Մի կողմից ժողովրդի սպասումները, որոնք ուզում էր արդարացնել, մյուս կողմից իշխանության ստվերային հոսանքները, որոնք դիմադրում էին նրա ամեն քայլին։ Հենց այս ամիսներին, ասում են, նա ավելի մտախոհ դարձավ։ Մարդիկ, որոնք մոտ էին նրան, նկատում էին, որ նա ավելի լուռ էր, ավելի կենտրոնացած, երբեմն ավելի մռայլ։ Կարծես նա զգում էր, որ ինչ-որ բան փոխվում է իր շուրջը, որ լարվածությունը խտանում է։ Բայց զգալը մի բան է, իսկ կանխատեսելը բոլորովին այլ։ Որքան էլ նա սուր զգար վտանգը, նա չէր կարող պատկերացնել, թե այն ինչ ձև է ընդունելու, որովհետև մարդ, որը ողջ կյանքում առերեսվել է բացահայտ վտանգների, պատերազմ, ճակատամարտ, քաղաքական բացահայտ պայքար, սովորաբար չի սպասում, որ հարվածը գա այնտեղից, որտեղ ամենաքիչն է սպասում։ Հերոսները հաճախ պատրաստ են ամեն վտանգի, բացի մեկից՝ դավաճանությունից։ Իսկ ինչ էր կատարվում նրա եւ երկրի ղեկավարի հարաբերություններում այդ վերջին ամիսներին։ Արտաքուստ, ամեն ինչ թվում էր կարգին։ Դրանք համագործակցում էին, հանդիպում էին, քննարկում էին պետական հարցեր, բայց ներքուստ, ինչպես հասկանում ենք հետագա իրադարձություններից, լարվածությունը աճում էր։ Որովհետև երկու ուժի գոյակցությունը, որոնցից յուրաքանչյուրը հավակնում էր գերակայության, դարձել էր ավելի ու ավելի անկայուն։ Վարչապետի աթոռին նստած սպարապետը այլևս ոչ թե մեկն էր մի քանի ազդեցիկ դեմքերից, այլ երկրի փաստացի ամենահզոր մարդը, բանակով, միությունով, խորհրդարանական մեծամասնությամբ եւ այժմ նաեւ գործադիր իշխանության ողջ ապարատով։ Նման կենտրոնացումը անխուսափելիորեն ստեղծում էր հակազդեցություն։ Հենց այս ֆոնի վրա պետք է հասկանալ, թե ինչու ճակատագրական գիշերը, երբ այն եկավ, այդքան ճշգրիտ հարվածեց հենց այս կոնֆիգուրացիային։ Ընդհատվեց ոչ միայն սպարապետի ուղին, այլև նրա ամենամոտ դաշնակցի, խորհրդարանի նախագահի ուղին։ Մեկ հարվածով վերացվեց ողջ այն դաշինքը, որը մի քանի ամիս առաջ հաղթել էր ընտրություններում եւ կենտրոնացրել իր ձեռքում երկրի ամենահզոր լծակները։ Եթե ինչ-որ մեկը ուզում էր վերականգնել ուժի կորսված հավասարակշռությունը, ապա դժվար է պատկերացնել ավելի արդյունավետ միջոց։ Կրկնում ենք, սա ապացույց չէ, այլ դիտարկում, բայց դիտարկում, որը չափազանց ճշգրիտ է, որpիսի այն պարզապես անտեսել։ Մտածեք, թե ինչ կորավ այդ վերջին ամիսների հետ։ Ոչ միայն մարդը, կորավ նաև մի հնարավորություն։ Հնարավորությունը տեսնելու, թե ինչ կաներ սպարապետը որպես վարչապետ, եթե նրան ժամանակ տրվեր։ Կկարողանար նա իրականացնել իր խոստումները, կհաղթահարեր տնտեսական դժվարությունները, կդիմակայեր ստվերային ուժերին, թե նրա ուժեղ ձեռքը ի վերջո կբերեր նոր խնդիրների, նոր լարվածությունների։ Մենք երբեք չենք իմանա, որովհետև նրան տրվեց ընդամենը մի քանի ամիս, եւ այդ ամիսները ընդհատվեցին այն պահին, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։ Եվ թերևս հենց այս չավարտվածությունն է, որ դարձնում է նրա պատմությունը այդքան ողբերգական։ Չավարտված կյանք, չավարտված գործ, չավարտված հնարավորություն։ Հատկապես դառն է մտածել այն մասին, թե որքան սովորական էր ամեն ինչ ճակատագրական օրվա առավոտին։ Ոչ ոք չզգաց, որ սա վերջին օրն է։ Սպարապետը արթնացավ, պատրաստվեց, գնաց աշխատանքի, ինչպես ցանկակացած այլ օր։ Նրա առջև կային ծրագրեր, հանդիպումներ, որոշումներ, որոնք պետք է կայացվեին։
Նրա օրացույցում հավանաբար գրված էին ապագա շաբաթների, ապագա ամիսների գործերը։ Մարդ չի ապրում այնպես, կարծես ամեն օրը վերջինն է։ Մենք բոլորս կառուցում ենք ծրագրեր, կարծես ապագան երաշխավորված է։ Եվ հենց այս սովորական մարդկային հատկությունն է, որ դարձնում է հանկարծակի կորուստն այդքան ցնցող, որովհետև ոչ ոք պատրաստ չէր։ Ոչ ինքը, ոչ ընտանիքը, ոչ ազգը։ Այս սովորականության մեջ թաքնված է մի խորը դաս կյանքի փխրունության մասին։ Մարփարտ, որը վերապրել էր պատերազմ, որը բազմիցսից նայել էր վտանգին ուղիղ աչքերի մեջ, որը կարող էր զոհվել տասնյակ ճակատամարտերում, ի վերջո ընդհատվեց ոչ թե մարտի դաշտում, այլ խաղաղ շենքում, սովորական աշխատանքային օրով։ Ճակատագրի այս դառը հեգնանքը հաճախ կրկնվում է պատմության մեջ։ Մարդիկ, որոնք փրկվում են հազար վտանգից, հաճախ ընդհատվում են այնտեղ, որտեղ ամենաքիչն է սպասում։ Կարծես ճակատագիրը սպասում է հենց այն պահին, երբ դու վերջապես իջեցնում ես պաշտպանությունդ, երբ վերջապես հավատում ես, որ ամենավատը հետևում է։ Եվ թերևս հենց այստեղ է թաքնված մի կարևոր ճշմարտություն իշխանության եւ անվտանգության մասին։ Որքան բարձր ես բարձրանում, այնքան ավելի շատ ես կախված ուրիշներից քո անվտանգության հարցում։ Դու այլևս չես կարող ինքդ պաշտպանել քեզ, ինչպես պատերազմում։ Քո անվտանգությունը գտնվում է այլ մարդկանց ձեռքում, թիկնապահների, անվտանգության ծառայությունների, այն ողջ համակարգի, որը պետք է պաշտպաներ քեզ։ Իսկ եթե այդ համակարգում ինչ-որ տեղ կա թույլ օղակ կամ ավելի վատ դավաճանություն, ապա ողջ քո ուժը, ողջ քո հզորությունը դառնում է անօգուտ, որովհետև ամենահզոր մարդն անգամ խոցելի է, եթե նրա պաշտպանությունը կախված է նրանցից, ում նա չի կարող ամբողջությամբ վերահսկել։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք իշխանության գագաթին գտնվող մարդը երբևէ կարող է իսկապես ապահով քնել, թե որքան բարձր է նրա դիրքը, այնքան ավելի շատ են այն մարդիկ, որոնք կարող են որոշել նրա ճակատագիրը, եւ այնքան ավելի քիչ է նա իրականում վերահսկում իր սեփական անվտանգությունը։ Մտածեցեք այս հարցի շուրջ, երբ նայում եք ցանկացած հզոր առաջնորդի, որովհետև նրանց ուժը, որքան էլ տպավորիչ թվա դրսից, միշտ հենվում է փխրուն հիմքի վրա, այլ մարդկանց հավատարմության, որը ինչպես տեսանք, կարող է փոխվել մեկ գիշերում։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը սկսվեց որպես սովորական աշնանային օր։ Մայրաքաղաքը ապրում էր իր առօրեական կյանքով։ Ազգային ժողովի շենքում նախատեսված էր կառավարության հետ հանդիպում, սովորականն մի նիստ, որի ժամանակ падգամավորները պետք է լսեին զեկույցներ եւ տային իրենց հարցերը։ Ոչինչ չէր նախանշում ողբերգություն։ Սպարապետը որպես վարչապետ գտնվում էր դահլիճում, շրջապատված իր դաշնակիցներով, կառավարության անդամներով, խորհրդարանի ղեկավարությամբ։ Այնտեղ էր նաև նրա ամենամոտ քաղաքական գործընկերը, խորհրդարանի նախագահը, այն մարդը, որի հետ նա ընդամենը մի քանի ամիս առաջ կնքել էր հաղթական դաշինքը։ Մի ամբողջ քաղաքական վերնախավ, հավաքված մեկ դահլիճում, մեկ տանիքի տակ։ Հետագայում շատերը նկատելու էին այս մանրուքը, թե որքան հարմար էր այդ պահը նրանց համար, ովքեր ուզում էին մեկ հարվածով փոխել երկրի ողջ քաղաքական պատկերը։ Երեկոյան ժամերին, երբ նիստը ընթանում էր իր սովորական հունով, շենք մտավ մի խումբ զինված մարդիկ։ Նրանք առաջնորդվում էին մի մարդու կողմից, որը նախկինում զբաղվել էր լրագրությամբ, եւ որը պնդում էր, թե գործում է ազգի անունից, թե ուզում է փրկել երկիրը։ Այս մարդիկ ներս մտան զենքերը թաքցրած, անցան անվտանգության բոլոր կետերը եւ հայտնվեցին հենց դահլիճի սրտում։ Եվ հետո, ընդամենը մի քանի վայրկյանում, սովորական քաղաքական նիստը վերածվեց ազգային ողբերգության։ Հնչեցին կրակոցներ։ Դահլիճը, որը մի պահ առաջ լի էր ձանձրալի ելույթներով եւ քաղաքական վեճերով, ընկղմվեց քաոսի մեջ։ Այս պահին ընդհատվեց ոչ միայն սպարապետի, այլև երկրի ղեկավարության մի ողջ շերտի ուղին։ Վարչապետը, խորհրդարանի նախագահը, փոխնախագահները, կառավարության անդամ, падգամավորներ, ընդամենը մի քանի րոպեի ընթացքում ընդհատվեց 8 մարդու կյանքը։ Եվս 7 մարդ ստացավ վիրավորումներ։ Իսկ դահլիճում մնացած տասնյակ մարդիկ դարձան պատանդ։ Պատկերացրեք այդ պահի սարսափը։ Մարդիկ, որոնք եկել էին սովորական աշխատանքային օրով, հանկարծ հայտնվեցին մահվան եւ կյանքի սահմանի վրա։ Ոմանք թաքնվում էին նստարանների տակ, ոմանք փորձում էին օգնել վիրավորներին։ Շենքից դուրս, փողոցում, շատ արագ հավաքվեց հսկայական ամբոխ։ Լուրը տարածվեց կայծակնային արագությամբ, ողջ երկիրը սառեց հեռուստաէկրանների առջև։ Ինչ որտեղ այդ ամբոխի մեջ կանգնած էին սպարապետին հավատարիմ մարդիկներ, զինակիցներ, որոնք պատրաստ էին ներխուժել շենք եւ ազատել պատանդներին ուժով։ Մթնոլորտը այնքան լարված էր, որ ամեն վայրկյան կարող էր վերածվել նոր արյունահեղության։ Մի սխալ քայլ եւ ողբերգությունը կարող էր բազմապատկվել։ Հենց այս պահին սկսվեցին բանակցությունները, որոնք դարձան երկրի պատմության ամենաառեղծվածային էջերից մեկը։ Ուշ երեկոյան շենք ժամանեց երկրի նախագահը։ Նա ուղղակիորեն մտավ բանակցությունների մեջ զինված խմբի առաջնորդի հետ։
Եվ ահա այստեղ է թաքնված մի մանրուք, որը մինչ օրս հանգիստ չի տալիս հետազոտողներին։ Նախագահի եւ զինված խմբի առաջնորդի հանդիպումը տեղի ունեցավ առանց վկաների։ Թե ինչի մասին նրանք խոսեցին այդ առանձնազրույցում, մնաց անհայտ։ Ինչ խոստումներ տրվեցին, ինչ պայմաններ քննարկվեցին, այս ամենը ընկղմված է խավարի մեջ։ Զինված մարդիկ ունեին երկու հիմնական պահանջ։ Առաջին՝ հնարավորություն ստանալ ուղիղ եթերում դիմել ժողովրդին։ Երկրորդ՝ երաշխիք, որ իրենց թույլ կտան հանձնվել եւ կապահովեն արդար դատաքննություն։ Գիշերվա ընթացքում հատուկ պայմանավորվածությունների շրջանակում մայրաքաղաք ժամանեց նաև օտար հակաահաբեկչական ստորաբաժանում։ Իսկ առավոտյան անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո զինված խումբը հանձնվեց եւ տեղափոխվեց ազգային անվտանգության կառույց։ Տվում է, թե ամենավատը հետևում է։ Պատանդներն ազատվեցին, զինվածները ձերբակալվեցին, բայց իրականում մղձավանջը նոր էր սկսվում եւ ոչ թե դահլիճում, այլ ողջ երկրի քաղաքական մարմնում, որովհետև հենց ողբերգության հաջորդ ժամերին սկսվեց ինչ-որ բոլորովին այլ պայքար։ Պայքար այն բանի շուրջ, թե ով է մեղավոր, ով է շահել եւ ով այժմ պետք է վերցնի ղեկը։ Ողբերգության փոշին դեռ չէր նստել, երբ քաղաքական խաղատախտակի վրա սկսվեցին նոր սառնասիրտ տեղաշարժեր։ Արդեն առաջին գիշերը սկսեցին տարածվել շշուկներ։ Մարդիկ հարցնում էին միմյանց. ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ երկրի ամենապաշտպանված շենքում։ Ինչպես զինված մարդիկ անցան անվտանգության կետերը։ Ինչու հենց այդ պահին, երբ ողջ քաղաքական վերնախավը հավաքված էր մեկ դահլիճում, անվտանգությունը պարզվեց այդքան թույլ։ Եվ ամենագլխավորը, ում էր ձեռնտու այս ամենը։ Շատ արագ շշուկները վերածվեցին ուղղակի մեղադրանքների։ Քաղաքական որոշ շրջանակներ սկսեցին բացահայտ մատնանշել երկրի նախագահին, պնդելով, որ հենց նա է կանգնած այս դավադրության հետևում, որ հենց նա է իրական շահառուն։ Որովհետև ինչպես արդեն տեսանք, սպարապետի եւ նրա դաշինքի վերելքը նշանակում էր նախագահի իշխանության սահմանափակում, իսկ սպարապետի եւ խորհրդարանի նախագահի միաժամանակյա հեռացումը մեկ հարվածով վերացնում էր այդ սահմանափակումը։ Մեղադրանքները չմնացին միայն շշուկների մակարդակում։ Զինված խմբի առաջնորդի ցուցմունքների հիման վրա ձերբակալվեցին նախագահի մերձավորներից մի քանիսը, այդ թվում նրա խորհրդականներից մեկը։ Թվում էր, թե հետաքննությունը մոտենում է ինչ-որ մեծ բացահայտման, որ թելերը տանում են դեպի իշխանության ամենավերին հարկերը։ Բայց հետո, ինչպես հաճախ է լինում նման գործերում, թելերը սկսեցին մեկ առ մեկ կտրվել։ Ձերբակալվածներն ազատ արձակվեցին, ցուցմունքները փոխվեցին։ Հետաքննությունը, որը սկզբում թվում էր այնքան վճռական, աստիճանաբար նեղացավ, կենտրոնացավ բացառապես անմիջական կատարողների վրա եւ հեռացավ ամեն ինչից, ինչ կարող էր մատնանշել հնարավոր պատվիրատուներին։ Արդյունքում պաշտոնական վարկածը մնաց պարզ։ Մի խումբ մարդիկ, որոնք գործում էին ինքնուրույն, որոշեցին պատժել իշխանությանը։ Ոչ մի պատվիրատու, ոչ մի դավադրություն վերևում։ Միայն մի քանի մոլորված մարդ, զենքերով։ Բայց ժողովուրդը դժվարությամբ էր հավատում այս պարզ բացատրությանը։ Չափազանց շատ էին հարցերը, որոնք մնում էին անպատասխան։ Ինչու էր անվտանգությունն այդքան թույլ հենց այդ օրը։ Ինչի մասին խոսեցին նախագահն ու զինվածների առաջնորդը առանձնազրույցում։ Եվ հետո սկսեցին ի հայտ գալ ավելի մութ մանրուքներ։ Շշուկներ տարածվեցին, որ զինված խմբի առաջնորդը ինչ-որ կերպ կապված էր եղել անվտանգության կառույցների հետ, որ նա թերևս գործակալ էր եղել։ Տարիներ անց անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը այս տեղեկությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, թողնելով հարցը կախված օդում։ Հատկանշական է, որ ողբերգության պահին այդ կառույցը ղեկավարում էր մի մարդ, որը հետագայում նույնպես դառնալու էր երկրի նախագահ, եւ որը ողբերգությունից հետո հրաժարական տվեց իր պաշտոնից։ Ստվերային մանրուքները չավարտվեցին այստեղով։ Պատմվում է, որ զոհերի առաջնային զննությանը մասնակցած բուժաշխատողներից մեկը հետագայում տարօրինակ հայտարարություն արեց, պնդելով, որ դահլիճում, բացի հայտնի զինված խմբից, եղել են նաև այլ զինված մարդիկ։ Այս մարդը շուտով հայտնվեց արտերկրում եւ այնտեղ էլ հեռացավ կյանքից տարօրինակ հանգամանքներում։ Տարօրինակ մահերը այսքանով չավարտվեցին։ Մարդիկ, որոնք կարող էին լույս սփռել այդ գիշերվա վրա, մեկ առ մեկ անհետանում էին, եւ ամեն նոր անհետացում ավելի էր խտացնում այն կասկածը, որ ճշմարտությունը շատ ավելի բարդ է, քան պաշտոնական վարկածը։ Դատավարությունը տևեց տարիներ։ Ի վերջո, զինված խմբի առաջնորդը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Նրա հետ դատապարտվեցին նաև մյուս մասնակիցները, ոմանք ցմահ, ոմանք երկար ժամկետներով։ Արդարությունը ձևականորեն անացավ, կատարողները պատժվեցին, բայց հարցը, որը մնաց ժողովրդի սրտում, այդպես էլ չստացավ պատասխան, որովհետև պատժել կատարողին եւ բացահայտել պատվիրատուին, սրանք երկու բոլորովին տարբեր բաներ են, եւ շատերի համոզմամբ իրական պատվիրատուները, եթե այդպիսիք եղել են, երբեք չնստեցին մեղադրյալների աթոռին։ Հենց այստեղ ծնվում է մեր պատմության ամենասուր հարցը.
Եթե նայենք սառնասրտորեն, առանց հույզերի եւ պարզապես հարցնենք ինքներս մեզ, ով շահեց այս ողբերգությունից, պատասխանը մատնանշում է բոլորովին որոշակի ուղղություն։ Քանի որ սպարապետի եւ նրա դաշնակցի հեռանալուց հետո իշխանության ճոճանակը, որը մի քանի ամիս առաջ այնքան կտրուկ թեքվել էր նրանց կողմը, նույնքան կտրուկ վերադարձավ հակառակ ուղղությամբ։ Այն ուժը, որը կորցնում էր ամեն ինչ սպարապետի վերելքից, հանկարծ կրկին հայտնվեց առավելության դիրքում։ Սա ապացույց չէ, սա միայն դիտարկում է։ Բայց պատմությունը հաճախ խոսում է հենց նման դիտարկումների լեզվով։ Մնացեք մեզ հետ, որովհետև հաջորդ գլխում մենք կտեսնենք, թե ինչ եղավ հետո, թե ինչպես սպարապետի ընտանիքը փորձեց պահպանել նրա ժառանգությունը, թե ինչպես նրա մարտիկների միությունը, որը մի ժամանակ սարսափ էր ներշնչում, աստիճանաբար կորցրեց իր ուժը, եւ թե ինչպես ի վերջո այն ամենը, ինչ կառուցել էր սպարապետը, անցավ բոլորովին այլ մարդկանց ձեռքը։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք ճշմարտությունը նման գործերում երբևէ դուրս է գալիս լույս աշխարհ, թե կան գաղտնիքներ, որոնք թաղվում են այնքան խորը, որ նույնիսկ ժամանակը անզոր է դրանք հանելու մակերես։ Արժե առանձին անդրադառնալ նաև այն մարդկանց, որոնք անմիջականորեն իրականացրին այդ գիշերվա արարքը, որովհետև ամեն պատմություն ունի ոչ միայն զոհ, այլև կատարող, եւ կատարողի շարժառիթը հաճախ բացում է ավելի շատ հարցեր, քան փակում։ Զինված խմբի առաջնորդը, նախկին լրագրողը, դատավարության ընթացքում փորձում էր բացատրել, թե ինչու է գործել։ Նա պնդում էր, որ գործում է ազգի անունից, որ իշխանությունը կոռումպացված է եւ դավաճան, որ նա ուզում էր ցնցել համակարգը, արթնացնել ժողովրդին, պատժել նրանց, ում համարում էր մեղավոր երկրի ծանր վիճակի համար։ Նա ներկայացնում էր իրեն ոչ թե որպես հանցագործ, այլ որպես մի տեսակ արդարության գործիք, որպես մարդ, որը գործել է հանուն ավելի մեծ բարիքի։ Բայց հենց այստեղ է, որ նրա բացատրությունը սկսում է ճաքել, որովհետև եթե նպատակը իշխանությունը ցնցելն էր, ապա ինչու հենց այս պահին, երբ իշխանության գագաթին նոր էր բարձրացել մի դաշինք, որը ժողովրդի մեծ մասը ընտրել էր հենց փոփոխությունների հույսով։ Մարդը, որին նա ընդհատեց, հենց նոր էր դարչապետ, հանդես գալով արդարության եւ բարեփոխումների խոստումներով։ Եթե կատարողը իսկապես պայքարում էր կոռուպցիայի եւ անարդարության դեմ, ապա նա հարվածեց հենց այն դեմքին, որը շատերի համար մարմնավորում էր այդ պայքարի հույսը։ Այս հակասությունը երբեք լիարժեք չլուծվեց, եւ հենց այս հակասությունն է, որ սնում է կասկածը, թե արդյոք հայտարարված շարժառիթը իրականն էր, թե ընդամենը քող մի այլ ավելի խորը հաշվարկի վրա։ Կա նաև մեկ այլ ավելի հիմնարար հարց, որը հանգիստ չի տալիս հետազոտողներին։ Ինչպես կարող էր մի փոքր խումբ մարդկանց հաջողվել մեկ հարվածով ընդհատել մի ողջ պետության ղեկավարության ուղին։ Ինչպես նրանք անցան անվտանգության բոլոր կետերը զենքերը թաքցրած։ Ինչպես հայտնվեցին հենց դահլիճում, հենց այն պահին, երբ ողջ քաղաքական վերնախավը հավաքված էր մեկ տեղում։ Ժամանակակից պետությունները կառուցում են պաշտպանության բազմաթիվ շերտեր հենց այն բանի համար, որ նման բան անհնար դառնա։ Անվտանգության ստուգումներ, պահակային ծառայություն, օպերատիվ տվյալներ, կանխարգելիչ միջոցառումներ։ Եվ եթե այս ողջ համակարգը հանկարծ պարզվում է անզոր մի փոքր խմբի առջև, ապա հարց է առաջանում. արդյոք համակարգը պարզապես ձախողվեց, թե ինչ որտեղ ինչ որ մեկը պարզապես աչք փակեց։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ մի պետության ղեկավարությունը ընդհատելը գրեթե երբեք միայնակ մարդկանց գործ չէ։ Նման գործողությունները սովորաբար պահանջում են աջակցություն, տեղեկատվություն, ճիշտ պահի ընտրություն, պաշտպանական շերտերի թուլացում։ Հենց այս պատճառով պատմաբանները նման դեպքերում միշտ փնտրում են ոչ թե միայն կատարողին, այլև այն ենթատեքստը, որը հնարավոր դարձրեց արարքը։ Կատարողը կարող է լինել անկեղծ ֆանատիկ, որը իսկապես հավատում է իր գործին, բայց նույնիսկ ֆանատիկը հաճախ դառնում է գործիք ուրիշների ձեռքում, առանց նույնիսկ դա գիտակցելու։ Ինչ որ մեկը կարող է ուղղորդել ֆանատիկի կրակը դեպի ճիշտ թիրախ, ճիշտ պահին, առանց երբևէ հայտնվելու բեմի վրա։ Հենց այս է թերևս ողջ պատմության ամենամութ հնարավորությունը, որ կատարողները, որքան էլ նրանք համոզված լինեին, որ գործում են ինքնուրույն, հանուն իրենց իդեալների, իրականում կարող էին լինել գործիք ինչ-որ ավելի մեծ խաղի մեջ, որի իրական խաղացողները մնացին ստվերում։ Սա չի նվազեցնում կատարողների մեղքը։ Նրանք գիտակցաբար ընդհատեցին մարդկային կյանքեր, եւ նրանք պատասխանատու են դրա համար։ Բայց եթե նրանց ձեռքը ինչ-որ մեկը ուղղորդեց, ապա իրական պատասխանատվությունը շատ ավելի լայն է, քան ինչ արձանագրեց պաշտոնական դատավճիռը։ Եվ հենց այս լայն պատասխանատվությունն է, որ երբեք չբացահայտվեց։ Դատավարությունն ավարտվեց դատավճիռներով։ Զինված խմբի առաջնորդը դատապարտվեց ցմահ ազատազրկման, մյուս մասնակիցները ստացան իրենց պատիժը։ Ֆորմալ առումով արդարությունը կատարվեց, բայց ժողովրդական զգացողությունն այլ էր։ Մարդիկ զգում էին, որ դատավճիռը պատասխանեց միայն մակերեսային հարցին, ով սեղմեց ձգանը։ Իսկ ավելի խորը հարցերը, ով կանգնած էր դրա հետևում, ինչու հենց այդ պահին, ինչու անվո անվտանգությունն այդքան թույլ էր, մնացին առանց պատասխանի։
Եվ չպատասխանված հարցերը, ինչպես արդեն տեսանք, չեն անհետանում։ Դրանք մնում են, փոխանցվում սերնդից սերունդ, դառնում ազգային հիշողության մաս։ Հատկանշական է, որ տարիների ընթացքում այս գործը պարբերաբար վերադառնում էր հանրային ուշադրության կենտրոն։ Ամեն նոր քաղաքական ճգնաժամի ժամանակ, ամեն իշխանափոխության պահին, ինչ որ մեկը կրկին բարձրացնում էր այդ գիշերվա հարցը։ Նոր հայտարարություններ, նոր ենթադրություններ, նոր մեղադրանքներ։ Կարծես ողջ քաղաքական համակարգը կրում էր այս չբժշկված վերքը, որը պարբերաբար բացվում էր նորից, եւ ամեն անգամ պարզվում էր, որ վերջնական ճշմարտությունը այդպես էլ հնարավոր չէ հաստատել։ Չափազանց շատ ժամանակ էր անցել, չափազանց շատ վկաներ էին հեռացել, չափազանց շատ փաստաթղթեր էին անհետացել կամ երբեք գոյություն չունեցել։ Սա է թերևս չբացահայտված հանցագործության ամենադաժան հատկությունը։ Այն ոչ միայն ընդհատում է զոհերի կյանքը, այլև թունավորում է ողջ հասարակության հոգին երկար տարիներ։ Որովհետև երբ ժողովուրդը գիտի, որ ճշմարտությունը թաքցված է, որ արդարությունը կատարվել է միայն մասամբ, նա կորցնում է վստահությունը իշխանության, արդարադատության, ողջ համակարգի նկատմամբ։ Եվ այս կորսված վստահությունը շատ ավելի դժվար է վերականգնել, քան թվում է։ Այն դառնում է մի տեսակ թաքնված ճակ հասարակության հիմքում, որը պարբերաբար իրեն զգացնել է տալիս ամենաանսպասելի պահերին։ Ուստի, երբ խորում ենք սպարապետի ժառանգության մասին, պետք է հաշվի առնենք նաև այս չարագույն ժառանգությունը, չբացահայտված ճշմարտության ժառանգությունը։ Որովհետև այդ գիշերը ընդհատվեց ոչ միայն մի քանի մարդու կյանք, ընդհատվեց նաև ժողովրդի վստահությունը այն բանի նկատմամբ, որ արդարությունը ի վերջո հաղթում է։ Եվ այս երկրորդ կորուստը թերևս ավելի երկարակյաց է, քան առաջինը։ Մարդիկ հեռանում են, բայց անվստահությունը, կասկածը, չպատասխանված հարցի ցավը, սրանք մնում են, փոխանցվում նոր սերունդներին, դառնում ազգային ինքնության դառը մաս։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք հասարակությունը կարող է իսկապես առաջ շարժվել, թողնելով անպատասխան իր ամենացավոտ հարցերը։ Թե չբացահայտված ճշմարտությունը նման է չբժշկված վերքի, որը որքան էլ ծածկես, շարունակում է ցավել ներսից։ Մտածեք այս հարցի շուրջ։ Որովհետև սպարապետի պատմությունը մեզ սովորեցնում է, որ որոշ վերքեր չեն բժշկվում ժամանակով, դրանք բժշկվում են միայն ճշմարտությամբ։ Իսկ եթե ճշմարտությունը երբեք չի բացահայտվում, ապա վերքը մնում է բաց ընդմիշտ, որպես հիշեցում այն բանի, թե ինչ կորցրինք այն ճակատագրական գիշերը եւ թե ինչ երբեք չիմացանք։ Եկեք վերադառնանք այն գիշերվա ժամերին եւ փորձենք վերակառուցել, թե ինչ էր կատարվում շենքից դուրս, փողոցում եւ շենքից ներս, պատանդների մոտ։ Որովհետև պաշտոնական տարեգրությունները հաճախ խոսում են չոր փաստերով, բայց իրականությունը կազմված էր ապրումներից, վախից, հույսից եւ անորոշությունից։ Փողոցում հավաքված ամբոխը ժամ առ ժամ մեծանում էր։ Մարդիկ կանգնած էին լուր, նայում էին լուսավորված պատուհաններին, փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում։ Ոմանք լալիս էին, ոմանք պահանջում էին գործողություն, ոմանք պարզապես սպասում էին, քարացած։ Մթնոլորտը այնքան լարված էր, որ ամեն հնչող ձայն, ամեն շարժում թվում էր ճակատագրական։ Ներսում, դահլիճում մնացած մարդիկ ապրում էին իրենց կյանքի ամենաերկար գիշերը։ Դրանք չգիտեին, թե արդյոք կտեսնեն առավոտը, չգիտեին, թե զինվածներն ինչ կանեն հաջորդ վայրկյանին։ Ոմանք աղոթում էին, ոմանք փորձում էին հանգստացնել մյուսներին։ Իսկ զինված խումբը, որը գրավել էր շենքը, գտնվում էր մի տարօրինակ վիճակում։ Դրանք արդեն արել էին այն, ինչ արել էին, եւ այժմ հայտնվել էին թակարդում, ոչ առաջ կարող էին գնալ, ոչ հետ։ Դրանց պահանջները ցույց էին տալիս, որ նրանք լիարժեք ծրագիր չունեին այն բանի համար, ինչ պետք է գար հետո։ Մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ են անում մինչև վերջ, սովորաբար չեն պահանջում ուղիղ եթեր եւ հանձնվելու երաշխիք։ Դրանք կամ ունեն հստակ ելք, կամ պատրաստ են մինչև վերջ։ Իսկ այս խումբը կարծես կախված էր մեջտեղում, ինչ որ մեկից սпасելով հաջորդ քայլի ցուցումը։ Հենց այս մանրուքն է, որ սնում է ամենաշատ հարցերը, որովհետև եթե զինված խումբը գործում էր լիովին ինքնուրույն, ապա ինչու նրանց վարքագիծը այդքան անվճռական էր վճռորոշ պահից հետո։ Ինչու նրանք բանակցում էին, պայմաններ դնում, սպասում, փոխանակ արագ անհետանալու կամ պայքարը շարունակելու։ Կասկածողները ասում են, որովհետև նրանք սպասում էին ինչ-որ ազդանշանի, ինչ-որ խոստման իրականացմանը, ինչ-որ մեկի, որը պետք է երաշխավորեր իրենց անվտանգությունը։ Բայց սա կրկին միայն վարկած է։ Պաշտոնական վարկածը պնդում է, որ նրանք պարզապես մոլորված մարդիկ էին, որոնք իմպուլսիվ գործեցին եւ հետո չգիտեին, թե ինչ անել։ Երկու բացատրությունն էլ հնարավոր են, բայց առաջինը ավելի լավ է բացատրում նրանց վարքագծի տրամաբանությունը։ Ուշ գիշերին, ինչպես արդեն ասացինք, շենք ժամանեց երկրի նախագահը եւ մտավ ուղղակի բանակցությունների մեջ։
Այս առանձնազրույցը, որը տեղի ունեցավ առանց վկաների, դարձավ ողջ պատմության ամենավիճահարույց մանրուքներից մեկը։ Մտածեք դրա մասին։ Երկրի ղեկավարը անձամբ առանց վկաների խոսում է այն մարդու հետ, որը հենց նոր ընդհատել է երկրի քաղաքական ղեկավարության ուղին։ Ինչի մասին կարող էին նրանք խոսել։ Ինչ պայմաններ քննարկվեցին։ Ինչ խոստումներ տրվեցին։ Մենք երբեք չենք իմանա հստակ։ Եվ հենց այս չիմացությունն է, որ տասնամյակներ շարունակ սնում է ամենատարբեր ենթադրությունները։ Որովհետև պատմության մեջ այն, ինչ թաքնված է, միշտ ավելի շատ խոսակցության տեղիք է տալիս, քան այն, ինչ բացահայտ է։ Առավոտյան զինված խումբը հանձնվեց, ստանալով անվտանգության երաշխիքներ, եւ այստեղ սկսվեց պատմության հաջորդ ոչ պակաս մութ փուլը՝ հետաքննությունը։ Սկզբում թվում էր, թե հետաքննությունը գնում է վճռական ուղղությամբ։ Զինված խմբի առաջնորդի ցուցմունքների հիման վրա ձերբակալվեցին նախագահի մերձավորներից ոմանք։ Քաղաքական մթնոլորտում հնչում էին գրեթե ուղղակի մեղադրանքներ ամենավերին հարկերի հասցեին։ Թվում էր, թե ճշմարտությունը մոտ է, բայց հետո, քայլ առ քայլ, ամեն ինչ սկսեց փոխվել։ Ձերբակալվածներն ազատվեցին, ցուցմունքները հետ կանչվեցին կամ փոխվեցին։ Հետաքննության ուղղությունը նեղացավ, կենտրոնանալով բացառապես անմիջական կատարողների վրա, եւ ամեն ինչ, ինչ կարող էր մատնանշել հնարավոր ավելի բարձր կապեր, աստիճանաբար անհետացավ գործից։ Ինչու՞։ Կասկածողները ասում են, որովհետև ինչ-որ մեկը ուժ ուներ ուղղորդելու հետաքննությունը, փակելու վտանգավոր ուղղությունները, պաշտպանելու իրական պատվիրատուներին։ Պաշտոնական տարբերակը ասում է, որովհետև պարզապես չկար բավարար ապացույց ավելի լայն դավադրության համար, եւ սկզբնական ցուցմունքները պարզվեցին անհիմն։ Կրկին, երկու բացատրություն, եւ կրկին, ճշմարտությունը թերևս ինչ-որտեղ մեջտեղում։ Բայց մնում է մի անհերքելի փաստ։ Ողջ ազգին ցնցած ողբերգության դեպքում, որը փոխեց երկրի ողջ քաղաքական ընթացքը, պաշտոնական հետաքննությունը պատասխան չտվեց ամենագլխավոր հարցին՝ ով, այլև որ չմնան վկաներ, որոնք կարող էին այն բացահայտել ապագայում։ Հատկապես մութ էր այն շշուկը, որ զինված խմբի առաջնորդը ինչ-որ կապ է ունեցել անվտանգության կառույցների հետ։ Բարի նրանց այս կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հարցին պատասխանելիս ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը։ Մտածեք այս լռության մասին։ Երբ քեզ հարցնում են, արդյոք ողջ ազգին ցնցած ողբերգության գլխավոր կատարողը ձեր կառույցի գործակալն էր, եւ դու չես ասում ոչ այո, ոչ, այդ լռություն ինքնին պատասխան է։ Ոչ ուղակի, բայց պերճախոս։ Որովհետև եթե պատասխանը պարզ ոչ լիներ, ինչու չասել այն բացահայտ։ Հատկանշական է նաև մեկ այլ մանրուք։ Ողբերգության պահին երկրի անվտանգության կառույցը ղեկավարում էր մի մարդ, որը հետագայում նույնպես դառնալու էր երկրի նախագահ, եւ որը ողբերգությունից անմիջապես հետո հրաժարական տվեց իր պաշտոնից։ Ինչու՞։ Հրաժարականը նման պահին կարող է նշանակել շատ բան։ Այն կարող է լինել պատասխանատվության ընդունում, որ կառույցը չկարողացավ կանխել ողբերգությունը։ Այն կարող է լինել քաղաքական մանևր, կամ այն կարող է լինել ինչ-որ ավելի բարդ բանի նշան։ Մենք չգիտենք։ Բայց ամեն մանրուք, ամեն հրաժարական, ամեն չպատասխանված հարց ավելացնում է մի ընդհանուր զգացողություն, որ այս պատմությունը շատ ավելի խորն է, քան թվում է մակերեսին։ Հիմա եկեք սառնասրտորեն կիրառենք այն հին սկզբունքը, որով դարեր շարունակ քննում են նման գործերը։ Ում էր ձեռնտու։ Սա հին հռոմեական հարցում է, որը հնչում է ամեն մեծ հանցագործության քննության ժամանակ։ Ոչ թե ով սեղմեց ձգանը, այլ ով շահեց արդյունքից։ Եվ եթե այս հարցը տանք սառնասրտորեն, պատասխանը մատնանշում է բոլորովին որոշակի ուղղություն։ Ողբերգությունից առաջ իշխանության ճոճանակը կտրուկ թեքվել էր սպարապետի եւ նրա դաշնակցի կողմը։ Ողբերգությունից հետո այդ ճոճանակը նույնքան կտրուկ վերադարձավ հակառակ ուղղությամբ։ Ուժ, որը կորցնում էր ամեն ինչ սպարապետի վերելքից, հանկարծ կրկին հայտնվեց առավելության դիրքում։ Սա, կրկնում ենք, ապացույց չէ։ Շահել արդյունքից չի նշանակում կազմակերպել արդյունքը։ Պատմության մեջ լինում են դեպքեր, երբ մեկը շահում է ողբերգությունից առանց որևէ կապ ունենալու դրա հետ։ Բայց երբ շահառուն այնքան ակնհայտ է, երբ արդյունքն այնքան ճշգրիտ համընկնում է ինչ-որ մեկի շահերի հետ, եւ երբ հետաքննությունը այնքան համառորեն խուսափում է այդ ուղղությունից, դժվար է մարդկային մտքին հրամայել, որ չկասկածի։ Եվ ժողովրդական հիշողությունը հենց այսպես էլ արձանագրեց այս պատմությունը։ Ոչ թե որպես մի խումբ մոլորված մարդկանց պատահական արարք, այլ որպես մի բան շատ ավելի մութ, շատ ավելի հաշվարկված։ Բայց թերևս ամենաողբերգականը այն է, որ մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը հստակ, որովհետև վկաները հեռացել են։ Փաստաթղթերը, եթե այդպիսիք եղել են, անհետացել են, առանձնազրույցը մնացել է առանց վկաների, եւ ժամանակը, որը սովորաբար բացում է գաղտնիքները, այս դեպքում կարծես ավելի շատ թաղում է դրանք, քան բացահայտում։
Ամեն անցնող տարի հեռացնում է մեզ ճշմարտությունից, ոչ թե մոտեցնում։ Մարդիկ, որոնք գիտեին, ծերանում են եւ հեռանում, հիշողությունները խամրում են, եւ մնում է միայն հարցը, որը կախված է օդում. ինչ իրականում տեղի ունեցավ այդ գիշերը եւ ով կանգնած էր դրա հետևում։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք պետությունը, որը չի կարողանում կամ չի ուզում բացահայտել իր ամենացավոտ գաղտնիքները, երբևէ կարող է իսկապես ապաքինվել։ Թե չբացահայտված ճշմարտությունը մնում է որպես խորը վերք, որը շարունակում է թալախակալել տասնամյակներ շարունակ, թունավորելով ողջ քաղաքական մարմինը։ Մնացեք մեզ հետ, որովհետև հաջորդ էջերում մենք կտեսնենք, թե ինչ գին վճարեց երկիրը այս չբացահայտված ճշմարտության համար, եւ ինչպես սպարապետի ժառանգությունը դարձավ ոչ թե միասնության, այլ բաժանման աղբյուր։ Մինչ այժմ մենք խոսում էինք իշխանության, ռեսուրսների, քաղաքական մեքենաների մասին, բայց ամեն մեծ պատմության հետևում կանգնած են կենդանի մարդիկ, իրենց ցավով, իրենց հույսերով, իրենց հիասթափությամբ։ Եվ սպարապետի ժառանգության պատմությունը ամբողջական չի լինի, եթե չնայենք դրա մարդկային կողմին, այն մարդկանց ճակատագրին, որոնք մնացին նրա հեռանալուց հետո։ Որովհետև ժառանգություն բառը նշանակում է ոչ միայն իշխանություն եւ ռեսուրս, այն նշանակում է նաեւ հիշողություն, վիշտ, եւ այն ծանր հարցը, ինչպես ապրել առանց մարդու, որի շուրջ պտտվում էր ամեն ինչ։ Սկսենք ընտանիքից։ Սպարապետի հեռանալուց հետո նրա ընտանիքը հայտնվեց մի անհնարին վիճակում։ Մի կողմից նրանք կրում էին ողջ ազգին հայտնի անունը, որը խորհրդանշում էր հերոսություն եւ անկախություն։ Մյուս կողմից նրանք կորցրել էին ոչ միայն հարազատ մարդու, այլև այն ողջ պաշտպանական ազդեցության օղակը, որը գոյություն ուներ, քանի դեռ նա կենդանի էր։ Հանկարծ նրանք մնացին միայնակ, մի մեծ անվան ծանրության տակ, բայց առանց այն իրական ուժի, որը ստեղծել էր այդ անունը։ Հայտնի անունը կրելը երբեմն օրհնություն է, երբեմն անեծք, որովհետև մարդիկ սպասում են, որ դու կլինես այնպիսին, ինչպիսին էր նա, որ դու կկրես նույն ծանրությունը, բայց ոչ ոք չի կարող պարզապես ժառանգել մեկ ուրիշի մեծությունը։ Մեծությունը վաստակվում է, ոչ թե ստացվում ժառանգաբար։ Կրտսեր եղբայրը, որը զբաղեցրեց վարչապետի աթոռը, այս դրաման ապրեց ամենասուր ձևով։ Նա հռչակեց իրեն եղբոր գործի շարունակողը, բայց շատ արագ պարզվեց, որ շարունակել ուրիշի գործը նշանակում է մրցել միստվերի հետ, որը անհաղթ է։ Որքան էլ նա ջանար, դրան միշտ համեմատելու են եղբոր հետ, եւ այդ համեմատությունը գրեթե անխուսափելիորեն լինելու էր ոչ հոգուտ նրա։ Որովհետև եղբայրը հերոս չէր, զորավար չէր, նա սովորական արժանապատիվ մարդ էր, որը հանկարծ հայտնվեց մի դերում, որը չափազանց մեծ էր ցանկացած մարդու համար, բացի թերևս հենց սպարապետից։ Քննադատները հետագայում դառնորեն ասելու էին, որ նա ընդամենը շարունակեց գրել եղբոր անունը որպես մասնագիտություն, որ նա դարձավ սպարապետի անվան կրողը, բայց ոչ նրա գործի շարունակողը։ Սա թերևս անարդար գնահատական է, որովհետև ոչ մի մարդ չէր կարող լրացնել այդ դատարկությունը, բայց հենց այս դառնությունն է ցույց տալիս, թե որքան մեծ էր այն ստվերը, որը թողեց սպարապետը։ Իսկ ինչ եղավ այն մարդկանց հետ, որոնք կռվել էին նրա կողքին։ Մարտիկները, վետերանները, այն մարդիկ, որոնք կազմում էին նրա ուժի ողնաշարը։ Նրանց ճակատագիրը թերևս ողջ պատմության ամենատխուր էջն է, որովհետև այս մարդիկ կռվել էին ոչ թե փառքի կամ իշխանության համար, այլ հոհայրենիքի, գաղափարի եւ անձամբ սպարապետի համար։ Նա էր նրանց առաջնորդը, նրանց խորհրդանիշը, նրանց հույսը։ Եվ երբ նա հեռացավ, շատերը զգացին, որ կորցրել են ոչ միայն առաջնորդին, այլև իմաստը։ Ինչի համար էին նրանք պայքարել։ Ինչ էր մնացել այն գաղափարներից, որոնց համար նրանք պատրաստ էին կյանք տալ։ Որոշ ժամանակ նրանք դեռ փորձում էին պահպանել միասնությունը, պահել այն ոգին, որը նրանց միավորում էր, բայց առանց կենտրոնական դեմքի, առանց այն մարդու, որը կարող էր նրանց բոլորին միավորել, ոգին աստիճանաբար խամրեց։ Ոմանք հեռացան քաղաքականությունից, հիասթափված այն ամենից, ինչ տեսնում էին։ Նրանք վերադարձան իրենց սովորական կյանքին, փորձեցին մոռանալ, ապրել առաջ։ Ոմանք միացան նոր ուժերին, համոզելով իրենց, որ այդպես են շարունակում սպարապետի գործը, թեև իրականում հաճախ ծառայում էին հենց այն մարդկանց, որոնք շահել էին նրա հեռանալուց։ Ոմանք էլ պարզապես ընկճվեցին, դարձան անցյալի մարդիկ, որոնք ապրում էին հուշերով, պատմում էին երիտասարդներին հին օրերի մասին, բայց այլևս չունեին տեղ նոր իրականության մեջ։ Մարտիկների միությունը, որը մի ժամանակ սարսափ էր ներշնչում, դարձավ նոստալգիայի մի վայր, որի անդամները միանում էին ոչ թե ապագա կառուցելու, այլ անցյալը հիշելու համար։ Հենց այստեղ բացահայտվում է իշխանության ժառանգության ամենադաժան ճշմարտություններից մեկը։ Մարդկային հավատարմությունը, որը կենդանության օրոք թվում է հավերժ, իրականում կապված է կենդանի մարդու հետ։ Մարդիկ հավատարիմ են ոչ թե գաղափարին վերացականորեն, այլ այն մարդուն, որը մարմնավորում է այդ գաղափարը։
Երբ այդ մարդը հեռանում է, գաղափարը մնում է, բայց այն այլևս չունի կենդանի կենտրոն, որի շուրջ կարող էր հավաքվել։ Եվ մարդիկ, որոնք երեք պատրաստ էին կյանք տալ, այսօր փնտրում են նոր կենտրոն, նոր առաջնորդ, նոր իմաստ։ Սա ոչ թե դավաճանություն է, այլ մարդկային բնության օրենք։ Բայց հենց այս օրենքն է, որ դարձնում է ամեն մեծ առաջնորդի ժառանգությունը այդքան փխրուն։ Իսկ հետո սկսվեցին հիշողության պատերազմները, որովհետև Սպարապետի անունը չմարեց նրա հեռանալուց հետո։ Ընդհակառակը, այն դարձավ խորհրդանիշ, որի համար սկսեցին պայքարել ամենատարբեր ուժեր։ Ամեն ոք ուզում էր ինքն իրեն ներկայացնել որպես Սպարապետի իսկական ժառանգ, որպես նրա գործի շարունակող։ Քաղաքական գործիչներ, որոնք կենդանության օրոք թերևս նրա հակառակորդներն էին, այժմ խոսում էին նրա մասին հարգանքով, օգտագործում էին նրա կերպարը իրենց նպատակին։ Մարդիկ հավաքվում էին հիշելու նրան։ Հնչում էին գեղեցիկ ճառեր, դրվում էին ծաղիկներ, արտասանվում էին նրա խոսքերը բանակի եւ ազգի մասին։ Բայց այս արարողությունների հետևում հաճախ թաքնված էր մի դառը հակասություն, որովհետև մարդկանցից շատերը, որոնք գովում էին Սպարապետին այս արարողություններում, իրականում ապրում էին այն աշխարհում, որը նա չէր ուզի։ Նրա գաղափարները, ուժեղ բանակը, ազգի միասնությունը, անկնկության պաշտպանությունը աստիճանաբար մնում էին միայն ճառերում, մինչ իրականությունը գնում էր այլ ուղղությամբ։ Եվ սա թերևս ամենաողբերգականն է, որ մարդուն կարող են պաշտել խոսքերով, միաժամանակ դավաճանելով նրա գործը արարքներով։ Մտածեք այս հակասության մասին, որքան հաճախ է պատմության մեջ պատահում, որ մեծ մարդուն բարձրացնում են պատվանդանի վրա հենց այն մարդիկ, որոնք իրականում ոչնչացնում են այն ամենը, ինչի համար նա ապրել է։ Պատվանդանը դառնում է մի ձև, չեզոքացնելու վտանգավոր ժառանգությունը, որովհետև մարդուն, որը վերածվել է արձանի, ավելի հեշտ է վերահսկել, քան կենդանի գաղափարը։ Արձանը լուռ է, արձանը չի բողոքում։ Արձանը կարելի է զարդարել ծաղիկներով եւ մոռանալ նրա իրական ուղերձը։ Եվ թերևս հենց սա արվեց Սպարապետի հետ։ Նրան վերածեցին խորհրդանիշի, որպիսի հեշտ լիներ մոռանալ, թե իրականում ինչի համար էր նա պայքարում։ Բայց հիշողությունը երբեմն ավելի համառ է, քան թվում է, որովհետև ժողովրդի մի մասը հրաժարվեց ընդունել այս հարմարավետ պատկերը։ Մարդիկ, որոնք հիշում էին Սպարապետին այնպիսին, ինչպիսին նա էր, ոչ թե արձան, այլ կենդանի, հակասական, հզոր մարդ, շարունակում էին տալ անհարմար հարցեր։ Ինչու հեռացավ նա, ով շահեց, ինչ եղավ նրա գործի հետ։ Եվ հենց այս համառ հիշողությունն է թերևս Սպարապետի իրական ժառանգությունը։ Ոչ թե բանակը, որը ենթարկվեց ուրիշներին, ոչ թե միությունը, որը ցրվեց, ոչ թե կուսակցությունը, որը ծառայեց նրա մրցակիցներին, այլ այս համառ անհանգիստ հիշողությունը, որը հրաժարվում է մոռանալ եւ շարունակում է հարցեր տալ։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Ո՞րն է ավելի ուժեղ ժառանգություն։ Իշխանությունը, որը անցնում է ձգում է ձեռքից ձեռք եւ փոխում է իր էությունը, թե հիշողությունը, որը մնում է մարդկանց սրտերում եւ հրաժարվում է լռել։ Մնացեք մեզ հետ, որովհետեւ մենք մոտենում ենք մեր պատմության ամենախորը հարցին. ինչ է իրականում նշանակում ժառանգել մեկ ուրիշի ուժը, եւ արդյոք նման ժառանգություն ընդհանրապես հնարավոր է։ Ողբերգությունից հետո երկիրը հայտնվեց մի տարօրինակ վիճակում։ Մի կողմից ողջ ազգը սկում էր, Սպարապետի հուհարկավորությունը վերածվեց համազգային սգո։ Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց հրաժեշտ տալու մարդուն, որին համարում էին անկախության խորհրդանիշ։ Մյուս կողմից հենց այս սգո ֆոնի վրա, կուլիսներում, սկսվեց սառնասիրտ պայքար իշխանության եւ, որ ավելի կարևոր է, ժառանգության շուրջ։ Որովհետև Սպարապետը թողել էր ոչ միայն վիշտ, նա թողել էր մի հսկայական դատարկություն իշխանության կենտրոնում, եւ բրության օրենքով ամեն դատարկություն ձգտում է լցվել։ Առաջին քայլը կարծես տրամաբանական էր եւ բնական։ Վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Սպարապետի կրտսեր եղբայրը, մարդ, որը նախկինում զբաղվել էր շինարարությամբ, ղեկավարել էր արդյունաբերական ձեռնարկություն եւ որը այժմ ողբերգության ալիքի վրա հայտնվեց երկրի ղեկին։ Նա հռչակեց իրեն եղբոր գործի շարունակողը, նրա գաղափարների եւ քաղաքական ժառանգության կրողը։ Թվում էր, թե Սպարապետի ուժը մնում է ընտանիքում, որ նրա կառուցածը կանցնի արյունակից մարդու ձեռքը, որ ժառանգությունը պահպանված է։ Բայց իշխանությունը այդպես չի աշխատում։ Ուժը չի փոխանցվում ազգանվան հետ։ Ուժը հենվում է իրական լծակների, իրական հավատարմությունների, իրական ռեսուրսների վրա։ Իսկ այդ լծակները եւ եղբայրը չուներ։ Նա կրում էր հայտնի անունը, բայց անունը, որքան էլ մեծ, պարզապես անուն է, եթե նրա հետևում չկա այն համակարգը, որը կառուցել էր նրա կրողը։ Ապագան շատ արագ ցույց տվեց այս ճշմարտությունը։ Մի քանի ամսվա ընթացքում երկրի նախագահը, ի սկզբանե թվացial թուլացած դիրքից, սկսեց վերականգնել իր ուժը։ Նա համբերատար էր եւ հաշվարկող։ Քայլ առ քայլ նա իր կողմը գրավեց խորհրդարանի մեծ մասը, չեզոքացրեց Սպարապետի կողմնակիցներին ուժային կառույցներում եւ վերականգնեց վերահսկողությունը պետական ապարատի վրա։
1999 թվականի աշնան ողբերգությունից ընդամենը մի քանի ամիս անց 2000 թվականի գարնանը նա հեռացրեց պաշտոնից սպարապետի եղբորը վարչապետին, ինչպես նաև պաշտպանության նախարարին։ Սպարապետի մարդկանց վերջին հենակետերը ուժային համակարգում փլվեցին։ Այնինչ կառուցվել էր տարիների ընթացքում որպես հզորագույն քաղաքական մեքենա, ապա մոնտաժվեց ընդամենը մի քանի ամսում, եւ դա արվեց առանց մեկ կրակոցի, առանց բացահայտ բռնության, պարզապես իշխանության սառը համբերատար տրամաբանությամբ։ Ահա այստեղ է մեր պատմության դառը հանգուցալուծումը, որովհետև սպարապետի ուժը, այն հսկայական ռեսուրսը, որի շուրջ պտտվում էր ողջ պատմությունը, ի վերջո չանցավ ոչ նրա ընտանիքին, ոչ նրա գաղափարական ժառանգներին։ Այն ցրվեց, մասնատվեց եւ մաս առ մաս կլանվեց հենց այն համակարգի կողմից, որի դեմ թերևս սպարապետը պայքարում էր իր վերջին օրերին։ Մարդիկ, որոնք երդվում էին նրա անունով, շատ արագ գտան նոր տերեր։ Կառույցները, որոնք նա ստեղծել էր, դարձան գործիք բոլորովին այլ ձեռքերում։ Իսկ նրա ընտանիքը մնաց անունի կրողը, բայց ոչ ուժի տերը։ Հենց սա է թերևս ամենաողբերգականը այս ողջ պատմության մեջ։ Ոչ թե այն, որ սպարապետը հեռացավ, այլ այն, որ նրա հեռանալուց հետո ամեն ինչ, ինչ նա կառուցել էր, ծառայեց ոչ թե նրա, այլ ուրիշների նպատակներին։ Հատկապես խորհրդանշական է Մարտիկների միության ճակատագիրը։ Հիշեք, թե ինչպիսի ուժ էր այն մի ժամանակ։ Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պատրաստ էին շարժվել մեկ խոսքով, որոնք կազմում էին երկրի ամենահզոր ոչ պաշտոնական ուժը։ Բայց առանց սպարապետի այս միությունը կարծես կորցրեց իր հոգին։ Այն, ինչ պահում էր այս մարդկանց միասին, ոչ թե կանոնադրությունն էր, ոչ թե պաշտոնական կառույցը, այլ անձնական հավատարմությունը մեկ մարդու։ Երբ այդ մարդը հեռացավ, հավատարմությունը ցրվեց։ Ոմանք հեռացան քաղաքականությունից, ոմանք միացան նոր ուժերին, ոմանք էլ պարզապես հիասթափվեցին ու քաշվեցին։ Միությունը, որը մի ժամանակ սարսափ էր ներշնչում իշխանավորներին, աստիճանաբար վերածվեց հուշերի մի կազմակերպության, որի փառքը մնացել էր անցյալում։ Իսկ ինչ եղավ այն կուսակցության հետ, որը սպարապետը ղեկավարում էր։ Ահա այստեղ պատմությունը կրկին կատարում է իր դառը շրջադարձը։ Կուսակցությունը ոչ միայն չմարեց, այլ ընդհակառակը դարձավ ավելի հզոր, քան երբևէ, բայց ոչ սպարապետի ձեռքում։ Տարիների ընթացքում այն անցավ նոր առաջնորդների ձեռքը եւ վերածվեց երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժի։ Մարդիկ, որոնք եկան սպարապետից հետո, օգտագործեցին այն հիմքը, որը նա էր ստեղծել, բայց իրենց սեփական նպատակների համար։ Կուսակցությունը գրեթե 2 տասնամյակ պահեց իշխանությունը, դառնալով այն համակարգի սյունը, որի դեմ ժողովրդի դժգոհությունը աստիճանաբար կուտակվում էր։ Այսպիսով սպարապետի կառուցած մեքենան շարունակեց աշխատել երկար տարիներ նրա հեռանալուց հետո, բայց վերածվեց ճիշտ հակառակ բանի, քան նա թերևս երազել էր։ Ոչ թե ազգի վահան, այլ իշխանության պահպանման գործիք։ Հենց այս է իշխանության ժառանգության ամենախորը պարադոքսը։ Մարդը կարող է կառուցել մի հզոր կառույց ազնիվ վեհ նպատակներով, բայց հենց որ նա հեռանում է, այդ կառույցը կորցնում է իր սկզբնական իմաստը եւ դառնում պարզ գործիք նրանց ձեռքում, ովքեր ավելի ուժեղ, ավելի համբերատար, ավելի սառնասիրտ են։ Կառույցները չունեն հոգի, հոգին տալիս է մարդը, իսկ երբ մարդը հեռանում է, մնում է միայն մեխանիզմը, որը պատրաստ է ծառայել ցանկացածին, ով կիմանա թե ինչպես սեղմել ճիշտ կոճակները։ Բայց եկեք վերադառնանք այն հարցին, որից սկսեցինք. ով ժառանգեց սպարապետի ուժը։ Հիմա, անցնելով ողջ պատմության միջով, մենք կարող ենք տալ ավելի ճշգրիտ պատասխան։ Սպարապետի ուժը ժառանգեց ոչ թե մեկ մարդ, այլ համամակարգը։ Այն անանուն, անդեմ մեխանիզմը, որը կլանում է ամեն ուժ եւ վերածում այն իր սեփական գոյատևման միջոցի։ Նրա բանակը մնաց, բայց ենթարկվեց ուրիշներին։ Նրա միությունը ցրվեց, նրա կուսակցությունը ծառայեց նրա մրցակիցներին։ Նրա ընտանիքը պահպանեց անունը, բայց ոչ ուժը։ Իսկ նրա հակառակորդը, որը թերևս ամենաշատը շահեց նրա հեռանալուց, ամրապնդեց իր դիրքերը եւ շարունակեց կառավարել։ Սա է իշխանության սառը թվաբանությունը։ Քյունը հաղթում է ոչ թե նա, ով կառուցում է, այլ նա, ով գիտի, թե ինչպես սпасել։ Եվ ահա պատմության ամենավերջին, ամենադառը հեգնանքը։ Տասնամյակներ անց այն ամենը, ինչի համար սպարապետը պայքարել էր ողջ կյանքում, հայտնվեց վտանգի առջև։ Այն հողը, որը նա պաշտպանել էր արյունով, այն հաղթանակները, որոնք նա համարում էր ազգի անկախության կռվանը, այս ամենը ենթարկվեց նոր փորձությունների։ Մարդիկ, որոնք եկան շատ ավելի ուշ, կորցրին այն, ինչ նրա սերունդը ձեռք էր բերել։ Եվ շատերը նայելով այս կորուստներին հիշում էին սպարապետին եւ հարցնում իրենք իրենց. ինչպիսին կլիներ պատմությունը, եթե նա մնար։ Կկարողանար նա պաշտպանել այն, ինչ կառուցել էր, թե նրա ճակատագիրը նույնպես կենթարկվեր իշխանության նույն դաժան օրենքներին։ Մենք երբեք չենք իմանա պատասխանը, որովհետև պատմությունը չունի ենթադրական ժամանակ, կա միայն այն, ինչ եղավ։ Բայց հենց այս չիմացությունն է, որ պահում է սպարապետի կերպարը կենդանի, որովհետև մարդը, որը հեռացավ իր ուժի գագաթին, մնում է հավերժ առեղծված։
Մենք երբեք չենք տեսնի նրա ծերությունը, նրա հնարավոր սխալները, նրա հնարավոր պարտությունները։ Նա մնում է հիշողության մեջ այնպիսին, ինչպիսին էր վերջին պահին, ուժեղ, անկոտրում, լի ծրագրերով։ Եվ թերևս հենց սա է, որ ամենից շատ անհանգստացնում է նրանց, ովքեր եկան նրանից հետո, որովհետև կենդանի մարդու հետ կարելի է պայքարել, բայց առասպելի հետ պայքարել էլ անհնար է։ Սպարապետը հեռանալով դարձավ առասպել, իսկ առասպելը, ի տարբերություն մարդու, երբեք չի մեռնում։ Ահա թե ինչու 30 տարի անց մարդիկ դեռ խոսում են այն գիշերվա մասին։ Ահա թե ինչու դեռ առաջանում են նոր հարցեր, նոր վարկածներ, նոր կասկածներ։ Որովհետև մի պատմություն, որը չունի ավարտ, որը չունի վերջնական ճշմարտություն, շարունակում է ապրել։ Եվ թերևս ճիշտ էր այն լուր թիկնապահը, որից սկսեցինք մեր պատմությունը, երբ որոշեց վերջապես խոսել։ Ոչ թե այն պատճառով, որ նա ուներ բոլոր պատասխանները, այլ որովհետև նա հասկանում էր, որ լռությունը նույնպես ընտրություն է, որ լռելը նշանակում է թողնել, որ ճշմարտությունը թաղվի ընդմիշտ, իսկ խոսելը նույնիսկ 30 տարի անց, նույնիսկ եթե հնչում է որպես ուշացած ձայն, դեռ ինչ-որ բան է նշանակում։ Ուստի մենք էլ չենք լռի։ Մենք կշարունակենք տալ այս հարցերը։ Ով իրականում շահեց։ Ինչու էր անվտանգությունն այդքան թույլ։ Ինչի մասին խոսեցին այն առանձնազրույցում։ Ուր անհետացան վկաները։ Եվ ով, ի վերջո, ժառանգեց սպարապետի ուժը։ Որովհետև քանի դեռ կան մարդիկ, որոնք հարցնում են, պատմությունը մնում է կենդանի։ Իսկ քանի դեռ պատմությունը կենդանի է, արդարությունը, որքան էլ ուշացած, դեռ ունի մի փոքր հնարավորություն։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք մի մարդ, որը կենտրոնացնում է իր ձեռքում այսքան ուժ, երբևէ կարող է ապահով լինել։ Թե հենց այդ ուժն է, որ դարձնում է նրան ամենախոցելի թիրախը։ Մտածեք այս հարցի շուրջ։ Որովհետև սպարապետի պատմությունը ոչ միայն մեկ մարդու, մեկ երկրի, մեկ ժամանակաշրջանի մասին է։ Այն մարդկային իշխանության հավերժական պատմությունն է։ Պատմություն այն մասին, թե ինչպես մենք կառուցում ենք եւ ինչպես մեր կառուցածը մեզ վերապրում է, հաճախ դառնալով բոլորովին այլ բան, քան մենք երազել էինք։ Որպեսզի իսկապես հասկանանք սպարապետի ժառանգության իմաստը, պետք է մի պահ հեռանանք կոնկրետ իրադարձություններից եւ նայենք ավելի լայն, ավելի խորը պատկերին։ Որովհետև սպարապետ Տիտղոսը, ինչպես ասացինք, հնագույն է, եւ եթե նայենք պատմությանը, կտեսնենք, որ հայ ժողովուրդը միշտ ունեցել է իր սպարապետները, զորավարներ, որոնք ճակատագրական պահերին կանգնել են ազգի եւ կործանման միջև։ Դարեր առաջ, երբ ազգը կանգնած էր կրոնական եւ ինքնության կորստի վտանգի առջև, մի մեծ զորավար առաջնորդեց ժողովրդին ճակատամարտի, որը թեև ֆիզիկապես պարտություն էր, դարձավ հոգևոր հաղթանակ։ Այդ զորավարը հեռացավ ճակատամարտում, բայց նրա օրինակը դարձավ ազգի ինքնության հիմնաքարը դարեր շարունակ։ Տեսնում եք օրինաչափությունը։ Հայ ժողովրդի պատմության մեջ սպարապետները հաճախ հեռանում են ողբերգականորեն, իրենց ուժի գագաթին, եւ հենց այս ողբերգական հեռացումն է, որ նրանց վերածում է հավերժ խորհրդանիշների։ Կարծես ազգային հիշողություն ինքն է պահանջում նման զոհաբերություն, որպես իր ինքնության գին։ Ժամանակակից սպարապետը գիտակցաբար թե ոչ մտավ հենց այս հնագույն կաղապարի մեջ։ Նա դարձավ ոչ միայն ժամանակակից քաղաքական գործիչ, այլև մի հին արխետիպի մարմնավորում, զորավարը, որը կանգնում է ազգի եւ կործանման միջև, եւ որը հեռանում է ճակատագրական պահին։ Եվ թերևս հենց այս արխետիպային չափումն է, որ բացատրում է, թե ինչու նրա կերպարը այդքան խորն է արմատավորվել ժողովրդի հիշողության մեջ։ Բայց հին սպարապետների եւ ժամանակակիցի միջև կա մի կարևոր տարբերություն։ Հին զորավարները հեռանում էին բացահայտ ճակատամարտում, թշնամու դեմ, պատվով։ Իսկ ժամանակակից սպարապետի ուղին ընդհատվեց ոչ թե ճակատամարտում, ոչ թե բացահայտ թշնամու դեմ, այլ ներսից, ստվերից, այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում։ Եվ սա թերևս ժամանակակից աշխարհի ամենադառը դասերից մեկն է, որ ժամանակակից իշխանության ամենամեծ վտանգը գալիս է ոչ թե ճակատից, այլ թիկունքից, ոչ թե հայտնի թշնամուց, այլ ենթադրյալ դաշնակցից, ոչ թե բացահայտ պայքարում, այլ լուռ անտեսանելի ինտրիգում։ Հին հերոսը կարող էր պատրաստվել ճակատամարտին, ժամանակակից առաջնորդը հաճախ չգիտի նույնիսկ, թե որտեղից է գալու հարվածը։ Հենց այս կետում մենք հասնում ենք իշխանության բնության ամենախորը հարցին. ինչ է իշխանությունը իրականում։ Մենք հակված ենք պատկերացնել այն որպես ինչ-որ բան, որ մարդ ունի, ինչպես գույք կամ սեփականություն, բայց իշխանությունը ավելի շատ նման է հոսքի, քան առարկայի։ Այն գոյություն ունի միայն շարժման մեջ, միայն հարաբերությունների մեջ։ Մարդը իշխանություն ունի այնքանով, որքանով ուրիշները ընդունում են այդ իշխանությունը։ Հենց որ այդ ընդունումը դադարում է, իշխանությունը գոլորշիանում է, որքան էլ մեծ թվա ֆորմալ պաշտոնը, եւ հենց այս պատճառով իշխանությունը հնարավոր չէ իսկապես ժառանգել։ Կարելի է ժառանգել պաշտոնը, անունը, նույնիսկ ռեսուրսները, բայց ինքը, իշխանությունը, այն կենդանի հոսքը, որը կապում է առաջնորդին եւ հետևորդներին, չի փոխանցվում։ Այն պետք է ստեղծվի նորից, ամեն անգամ,
ամեն նոր մարդու կողմից։ Հենց այստեղ է թաքնված սպարապետի ժառանգության ողջ դրաման։ Նրանք, ովքեր փորձեցին ժառանգել նրա ուժը, սխալվեցին հենց այս հիմնական հարցում։ Նրանք կարծում էին, որ կարող են վերցնել այն, ինչ նա ստեղծել էր, ինչպես վերցնում են գույք, բայց իշխանությունը գույք չէ։ Կրտսեր եղբայրը ստացավ պաշտոնը, բայց ոչ ուժը։ Մրցակիցները ստացան կառույցները, բայց դրանց հետ չստացան այն հոգին, որը սպարապետը ներշնչել էր դրանց մեջ։ Ամեն ոք, ով փորձեց կանգնել նրա տեղում, շուտով հասկացավ, որ տեղը դատարկ է, որ այն հնարավոր չէ լրացնել պարզապես իր ներկայությամբ։ Որովհետև այդ տեղը ստեղծել էր կոնկրետ մարդ, իր կոնկրետ պատմությամբ, քաջությամբ, հեղինակությամբ, եւ այդ մարդու հեռանալով տեղը անհետացավ նրա հետ։ Բայց եթե իշխանությունը հնարավոր չէ ժառանգել, ապա ինչ է մնում։ Ինչ է իրականում փոխանցվում մի սերնդից մյուսին, մի առաջնորդից հաջորդին։ Պատասխանը թերևս անսպասելի է։ Փոխանցվում է ոչ թե ուժը, այլ օրինակը, ոչ թե կառույցը, այլ գաղափարը, ոչ թե ռեսուրսը, այլ հիշողությունը։ Սպարապետի իրական ժառանգությունը ոչ թե բանակն է, որը ենթարկվեց ուրիշներին, ոչ թե կուսակցությունը, որը փոխեց տիրոջը, այլ այն օրինակը, որը նա թողեց, օրինակ մարդու, որը նվիրեց իր կյանքը ազգի պաշտպանությանը, որը կանգնեց ճակատամարտի դաշտում իր զինվորների կողքին, որը հավատում էր, որ ուժեղ ազգը պետք է ունենա ուժեղ ողնաշար։ Այս օրինակը, ի տարբերություն իշխանության, իսկապես կարող է փոխանցվել, բայց միայն նրանց, ովքեր ուզում են ընդունել այն ոչ թե որպես իշխանության գործիք, այլ որպես կյանքի ուղեցույց։ Եվ հենց այստեղ է, որ պատմությունը կատարում է իր ամենադառը հեգնանքը, որովհետև նրանք, ովքեր ամենաշատը շահեցին սպարապետի հեռանալուց, ստացան հենց այն, ինչ հնարավոր էր ստանալ՝ պաշտոնները, կառույցները, ռեսուրսները։ Բայց նրանք չստացան այն միակ բանը, որն իսկապես արժեր ունենալ՝ ժողովրդի անկեղծ սերն ու հարդանքը։ Որովհետև այդ սերը չի գնվում եւ չի ժառանգվում, այն վաստակվում է։ Իսկ նրանք, ովքեր եկան ինտրիգով, հաշվարկով, ստվերային խաղերով, որքան էլ ուժ կուտակ էին, երբեք չստացան այն, ինչ սպարապետ ուներ բնականորեն՝ մարդկանց սրտերը։ Եվ թերևս հենց սա է պատմության արդարությունը, ոչ թե այն, որ չարագործները պատժվում են անմիջապես, որ ճշմարտությունը անմիջապես հաղթում է, այլ այն, որ որքան էլ մեկը կուտակի ուժ, նա չի կարող գնել այն, ինչ ամենաթանկն է։ Տասնամյակներ անց, երբ երկիրը կանգնեց նոր փորձությունների առջև, երբ կորսվեց շատ բան, ինչ ձեռք էր բերվել սպարապետի սերնդի կողմից, մարդիկ կրկին հիշեցին նրան, ոչ թե որպես իշխանության գործիչ, ոչ թե որպես քաղաքական ֆիգուր, այլ որպես այն մարդու, որը թերևս չէր թողնի, որ այս ամենը կորչեր։ Սա իհարկե իդեալականացում է։ Մենք երբեք չենք իմանա, թե ինչ կաներ նա այլ պայմաններում, այլ ժամանակում, բայց հենց այս իդեալականացման մեջ բացահայտվում է մի կարևոր ճշմարտություն ժառանգության մասին։ Մարդը, որը հեռացել է, դառնում է չափանիշ, որով չափվում են ապրողները, եւ ապրողները հաճախ այդ չափանիշին չեն համապատասխանում։ Ուստի երբ վերջապես հարցնում ենք, ով ժառանգեց սպարապետի ուժը, պատասխանը ստանում է ավելի խորը իմաստ, քան թվում էր սկզբում։ Ֆիզիկական ուժը, բանակը, կառույցները, ռեսուրսները ժառանգեցին նրանք, ովքեր ավելի ուժեղ, ավելի համբերատար, ավելի սառնասիրտ էին քաղաքական խաղում, բայց իրական ուժը, ժողովրդի սերը, հիշողությունը, օրինակը չժառանգեց ոչ ոք, որովհետև այդ ուժը հնարավոր չէ ժառանգել։ Այն մնաց սպարապետի հետ, դարձավ նրա կերպարի մաս եւ շարունակում է գոյություն ունենալ որպես հիշողություն, որպես չափանիշ, որպես անհանգիստ խղճի ձայն, որը հարցնում է ապրողներին. իսկ դուք արժանին եք այն ժառանգությանը, որ ստացել եք։ Սա է թերևս մեր ողջ պատմության ամենագլխավոր դասը, որ իշխանությունը, որի համար մարդիկ պատրաստ են անցնել ամենավերջին գծից այն կողմ, որի համար նրանք պատրաստ են դավաճանել, ոչնչացնել, սպանել, այդ իշխանությունը ի վերջո փախչող ստվեր է։ Այն, ինչ նրանք բռնում են, պարզվում է դատարկ կեղև, առանց այն հոգու, որը նրանք ամենից շատ ուզում էին։ Իսկ այն, ինչ իսկապես արժե ունենալ, սերը, հարգանքը, հիշողությունը, մնում է հենց նրա հետ, ով հեռացավ։ Եվ հենց այս պարադոքսում է թաքնված մարդկային իշխանության ողջ ողբերգությունը եւ թերևս նրա միակ արդարությունը։ Իսկ դուք ինչ եք կարծում հիմա, անցնելով այս ողջ պատմության միջով։ Արդյոք արժեր այն, ինչ արվեց այն գիշերը։ Ստացան արդյոք իրական շահառուները այն, ինչ ուզում էին, թե նրանք բռնելով ստվերը կորցրին հենց այն, ինչ ամենից թանկ էր։ Մտածեք այս հարցի շուրջ։ Որովհետև սպարապետի պատմությունը ոչ միայն մեկ մարդու, մեկ ազգի, մեկ ժամանակի մասին է, այն մարդկային իշխանության հավերժական հայելին է, որում ամեն ոք կարող է տեսնել իր սեփական հավակնությունների, իր սեփական ընտրությունների արտացոլանքը։ Այսպիսով պատմությունը փակվում է այնպես, ինչպես սկսվեց՝ հարցով, ոչ թե պատասխանով, այլ հարցով։ Որովհետև որոշ պատմություններ չունեն մաքուր ավարտ եւ թերևս չպետք է ունենան։ Դրանց ուժը հենց անավարտության մեջ է,
Այն բանում, որ դրանք ստիպում են մեզ մտածել, կասկածել, փնտրել։ Սպարապետի պատմությունը հենց այդպիսին է։ Այն չի տալիս հանգստացնող պատասխան, չի փակում գիրքը հարմարավետ եզրակացությամբ։ Այն թողնում է մեզ կանգնած այն նույն դռան առջև, որի հետևում թաքնված է ճշմարտությունը, որին մենք թերևս երբեք լիարժեք չենք հասնի։ Բայց հենց այս հասնելու ձգտումն է, որ պահում է մեզ մարդ։ Ձգտումը իմանալու, հասկանալու, արդարություն փնտրելու, նույնիսկ երբ արդարությունը թվում է անհասանելի։ Եվ քանի դեռ կա այս ձգտումը, քանի դեռ կան մարդիկ, որոնք հրաժարվում են մոռանալ եւ շարունակում են հարցեր տալ, սպարապետի հիշատակը մնում է կենդանի, ոչ որպես սառը արձան, այլ որպես անհանգիստ արթուն խիղճ։ Ուստի մենք թողնում ենք ձեզ այս հարցով։ Մտածեք ձեր սեփական ժամանակի, ձեր սեփական երկրի մասին։ Քանի ճշմարտություն է թաքնված մեր շուրջը, սպասելով, որ ինչ-որ մեկը համարձակվի տալ անհարմար հարցը։ Եվ արդյոք մենք կլինենք նրանց մեջ, ովքեր հարցնում են, թե նրանց մեջ, ովքեր նախընտրում են լռել։ Որովհետև ի վերջո ամեն ճշմարտություն սկսվում է մեկ համարձակ հարցից, իսկ ամեն լռություն սկսվում է մեկ հարցից, որը մարդ վախեցավ տալ։